նվեր հավես ունես, բացես այսօրվա ոդքասթը։ Давай ես բացեմ։ Բարև իմ սիրելի բաժանորդներ։ Այսօր էլի Աշոտը խոսացել է շատ, ոնց որ միշտ, բայց շատ հետաքրքիր է դրանք կարող։ Լսեք, ես հիմա ես ասեմ, իմացեք էլի, մենք ինտերվյու չենք անում։ Ես զզվում եմ ինտերվյուի ֆորմատից։ Ես լրագրություն եմ սովորել, ես դուրս եմ, ես մի հատ պատճառներից մեկը, որ ես ներվայանում եմ ինտերվյուներից։ Մենք այսօր ուղղակի խոսում ենք ամեն ինչից, ինչ որ իրան էր հետաքրքիր, ինչ որ մեզ էր հետաքրքիր, մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հուսում դուք այդ կտեսնեք։ Ու դուք կարող աջակցեք մեր ոդքասթին donation alert-ով, որովհետև մենք ունենք տեխնիկական խնդիրներ, մենք մի ձև դրանք լուծում ենք, մի ձև կարողանում ենք, բայց եթե դուք մեզ աջակցեք, մենք կարող ենք շատ արագ իրանց լուծենք ու շատ ավելի մեծ որակով ու ավելի նույնիսկ տեղողականությունը կմեծացնենք մեր ոդքասթի, ինչը ես մեծ նպատակ եմ։ Մի հատ բան ասեմ։ Մեզ արդեն աջակցողներ կան, իդեպ մեզ հովանավորը կանգնել Arm Tactical-ը։ Արա, հա, ճիշտ է։ Հրոն, մեր աղբերը։ Հա, մենք երևի սենց ինչ-որ բան սարքենք, որ ով մեզ դոնատ կանի կամ ինչ-որ ձևի կաջակցի մեր ոդքասթին։ Նշենք, բայց հրոն կոնկրետ ինքը լրիվ դեմ կա։ Ինքը ասած ուզում եք ասեք, ուզում եք մի ասեք, ես ձեզ աղբերական ուզում օգնեմ, ինքը մեզ օգնում է, մենք մանից շոշտատիվներ, մատիվներ կսկսենք արդեն առնել իր օգնությամբ, ինքը մի քիչ մեզ ամսական օգնում է։ Ուզում եի իմանալ ոնց էր քեզ այսօրվա ոդքասթը ասցիր։ Լավ էր, որովհետև մենք գտնվում ենք Դաչայում։ Ճիշտ է, այդ պիտի ասենք։ Մենք գտնվում ենք Դաչայում, այդտեղ են մեր ընկերները, որոնք մեզ թողում են մենք ստեղ նկարենք, չնայած թե գործունեություն է գնում, համով կոկտեյլներ են սարքում։ Հա, եթե նկատում եք ոդքասթի ընթացքում մարդիկ են գնում գալիս, այդ շատ հաճելի տեղ է քաղաքի կենտրոնում, եկեք ստեղ վայելեք, մենք շատ ենք սիրում ստեղ գալ, նկարել ու շատ սիրում տեղը։ Իդեպ մենք բարբերաբար լինում ենք ստեղ բացի ոդքասթից, գալիս ենք սուրճ ենք խմում, նստում ենք, ինչ-որ ժամանակ ենք անցկացնում ընկերներով, դուք էլ կարող եք։ Ու մեկ էլ եկեք ստենդափների, ասում ենք։ Հա, եկեք ստենդափների։ Հեսա արի ստենդափ կլուբի 3 տարին է, իսկ դուք միջև հիմա չեք եղել։ Եղավ արդեն, 3 տարին լրացավ արի ստենդափ։ Հա, ճիշտ է, շատ եք խմել կներեք։ Լավ, ոչ իմ նայեք ոդքասթը Թովմասի հետ, շատ լավն էր, մեզ շատ դուր եկավ, կհանդիպենք մյուս անգամ։ Լայքեր դրեք, բաժանորդագրվեք, մեկ էլ կոմենտներ գրեք։ Թեկուզ վատ, ոնց որ Աշոտն է սիրում ասել։ Նամանավանդ վատ։ Ող Էլի նույնն, բայց շարունակեմ էլի միտքս, աղբորպեսը որ սկսում էի, Վանին, հենց կոնկրետ Վանին հարցրեցի, Վան ոնց է էլի մի քիչ կբացատրես նյուանսները, դժվարություններ, հեշտություններ, բան։ Ինքը ասեց, չէ, ես քեզ տենց գլոբալ առումով չեմ կարող բան բացատրեմ, որովհետև մերը տենց այդքան էլ ոդքասթ չի էլի, ինքը ավելի շատ ես դրել եմ, հա, մոնտաժը ավելի խորացված, բան տենց ու իրոք որ դրեցի նայեցի լրիվ տարբերվում այն շատ տարբերվում կոմենտներում լիքը մարդ գրել այս մոնտաժը խանգարում է նայենք բայց անսովոր է բայց ինձ դուր էր եկել չգիտեմ շատ լավն էր հետաքրքիր եկել հետաքրքիր պրոյեկտ էր անսովոր էր օրիգինալ էր ու շատ որակ էր տալի մի անգամից էլի այդպես բաները միշտ աչք են ընկնում բայց իրանց շատ դժվար է բայել նույն վիճակի մեջ տենց ժամանակաշրջանը դու առավոտը մայրաթորում էիր հա պատարագի մասնակցեցի շատ լավ շատ հզոր էր որ մարդիկ հերթական անգամ իրական հողի վրա ցույց տվեցին այն թվերը, որոնց հետ մենք միշտ առաջվում ենք։ Անշուշտ, ու գիտեք, արդեն ստաբիլ շատ են պատարագին։ Երբ որ թվերին ես նայում ու ամեն երամսյակի համար ստանում ես հայոց եկեղեցու բարձր վարկանիշի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, որպես ինստիտուտ շատ բարձր վարկանիշի մասին տվյալներ ես ստանում, այդ մի բան է։ Հետո երբ որ այդ բարձր տոկոսները արդեն իրական հողի վրա ես տեսնում, ավելի ուրախանում ես, որ փաստորեն կարելի է վստահել որոշ սոցհանց։ Հետո թղթի վրա օրինակ 1000 հոգին ու իրական 1000 հոգին շատ տարբեր 1000 հոգին են, որ դու տանում ես ամբողջ մի հատ։ Դե ես առաջին անգամ վլոգինգի մեջ այդ հասկացել եմ, երբ տեսանյութը ասենց 30-40 հազար հոգի էր նայում, հետո արդեն 300-400 հազար հոգի էր նայում ու միլիոն, երբեմն ինձ պատկերացնում եմ իմ դիմաց կանգնած այդքան մարդու, լավ թող կեսն էլ կրկնվի, բայց ասենք 50,000 հոգի դիմացդ կանգնած է։ Ու այդ մտքից պատասխանատվությունը սարսափելի մեծ է։ Ես միտեղ կարծացել եմ, որ մարդու ուղեղը, քանի որ ինքը հնադարյան ժամանակներից շատ չի զարգացել, ինքը 2000-ից ավել ունիկալ տարբեր բաներ չի կարա պատկերացնի։ Այսինքն նույնիսկ հին ժամանակներում, երբ որ աստղերն էին հաշվում, 2000-ից այն կողմ չէին կարող անցնել։ Ոչ չէին կարա տեսնել այնտենց։ Այսինքն 2000։ Իսկ այդ վերևի շրջանակներում էր ուխտագնացությունների մայրաթորի։ Չէ, սա իմ այսպես ոնց որ անձամբ ես էի ուխտավոր, բայց վերև ուխտագնացությունների շարքը մերեկչա առաջի օրը արեցինք եւս մեկ ուխտագնացություն դեպի Տավուշ։
Հա, զարմանալիորեն էլի մարդիկ շատ ձգտում են հենց ուխտավոր լինել։ Այդ բավականին բարդ է, այդ տուրիզմ չի։ Շատ տարբերվում է տուրիզմից։ Հա, ինձ թվում է ես հասկանում եմ ինչի, որովհետև ոնց որ դժվար է գալ ինչ որ տենց հոգևոր զգացման, երևի առանց ինչ որ ջանք տապելու, պետք է ինչ որ ճանապարհ անցնես, համ փոխաբերական իմաստով, համ ֆիզիկապես, երևի այդ ֆիզիկապես ճանապարհ անցնելը, ինչ որ դժվարություններով անցնելը օգնում է դու հոգեպես անցնես։ Մի հատ բան եմ ուզում հավելեմ քո ասացին, իմ պապայի տատիկը ժամանակին ուխտ արել ու լրիվ բոբիկ բարձրացրել է սարի վրա, շատ երկար է տևել էլի ճանապարհը մի 4-ից 5 ժամ ու վերջում արդեն չոք, սենց ու միտքը այն էր, որ այդ պետք էր, այդ դժվարությունը պետք էր հաղթահարել, որ ինքը հասնի այն տեղը, որ հասավ, ինչ որ մատուր էր կարծեմ, եկեղեցու փոքր տեսակը։ Տենց գնացել էր, այդտեղ աղոթք էր արել։ Դե այդպեսին կանում կա, որ ուխտագնացությունը պարտադիր պիտի ֆիզիկական դժվարություններով ուղեկցվի, բայց դա պարտադիր պայման չէ։ Այսինքն կան ուխտագնացություններ անշուշտ մարմնական դժվարություններով, ռուս եկեղեցում կա այդ պոդվիկ հասկացությունը, մենք այդ հերոսություն չենք, այդպես չենք անվանում, բայց մեզ մոտ էլ դա կա ինչ որ բան հաղթահարել հավատքի մեջ, բայց մեր վերև ծրագրի պարագայում ես փորձում եմ մարմնական դժվարությունները բերել ավելի մտավոր դաշտ, այսինքն մարդը պիտի հաղթահարի ինտելեկտուալ դժվարությունները, որովհետև երբ պատմում ես մեր վանքերի, մեր հոգևոր մշակույթի, մեր ժառանգության, մեր հավատքի մասին, դա շատ ծանր նյութ է ու եթե մենք օրինակ մեր ուխտագնացությունը վերածենք դասախոսության, դա 6 ժամանոց դասախոսություն է։ Բայց եթե դու օրինակ մարդուն նստացնես դահլիճում ու ասես ես հիմա 6 ժամ խոսելու եմ, պարզա որ կես ժամից մարդը ֆիզիկապես չի կարող լսել, բայց ուխտագնացության ընթացքում այդ նույն 6 ժամը մարդը լսում է։ Եթե 6 ժամանոց ոդքասթ տայի YouTube-ում, իմ դիտումները շատ ցածր կլինեին, բայց վերևում չգիտես, այսօր մարդիկ ես այսօր ուղղակի ասեմ, ես այսօր նայել եմ մոտավորապես 7 ժամ կոնտենտները ու մեծ հաճույքով ազնիվ, ես շատ մեծ կայֆ եմ ստացել, ծանր ֆիզիկական փորձություն է, այսի ու շատ էր տարբերվում քո ինտերվյուները մեկը մյուսից շատ էր տարբերվում ինչով այդ բանով աուրայով էլի օրինակ Նազանի Հովանեսյանի հետ քո ինտերվյուն լրիվ ուրիշ էր, շատ սիրուն, հա լրիվ ուրիշ էր, sense ուրիշ ձև նայեցի, ես դեռևս իր ոդքասթը շատ եմ սիրում նայելս, ուրիշ իհարկե նայել եմ Արտուր Բախտամյանի հետ մի հատ թողարկում ունի, ինքը ուղղակի լեզվի տոն է, ոնց են իրանք խոսում, իհարկե պետք է նայել սովորել ինչպես խոսել, հարգել հայոց լեզուն, ինքը ադամանդներ էր։ Ինձ թվում է, ես օրինակ ես մինչև նկարում Թոմասներ էի ասում, ոնց որ ես բան էի, քանի որ ես չեմ կարող խոսամ ոսկեղենիկ հայերենով, չունեմ այդ կրթությունը, աշխատում եմ վրա, կարդում եմ, լսում եմ, փորձում եմ դեպի այդ գնամ, բայց օրինակ ռուսերենում ես շատ ավելի մեծ ազատություն ունեմ լեզվի։ Ես կարող եմ շատ թեթև ժարգոնով խոսամ, կարող եմ խոսամ շատ ավելի բարձր լեզվով, ու այդ ազատությունը ինձ շատ է դուր գալի։ Ես կուզենայի նույն ազատությունը հայերենում ունենայի, որովհետև ես չեմ համարում, որ մենակ մաքուր ու գեղեցիկ տարբեր տեղ տարբեր ձև պետք է խոսես, ամենտեղ պետք է սազես, բայց դու մենակ մի ձև ես խոսում, ինքը քեզ կաշկանդում է, այդքան քո համար է վատ, ոչ թե ինչ որ դու հայոց լեզվի դու ով ես հայոց լեզվի հանդեպ ինչ որ վատություն անես, բայց քո համար վատ է։ Իրականում հայոց լեզուն լավ տիրապետելու գաղտնիքը գրաբարն է։ Երբ որ դու ուսումնասիրում ես գրաբարը, դու ինքնըստինքյան սկսում ես հայերենդ լավացնել, որովհետև դու քո լեզվի ողնաշարն ես սկսում հասկանալ։ Ու լեզվի կառուցվածքը օրինակ շատ հաճախ բերում եմ այս բաները օրինակ տարասխալներ են անում, չէ՞, երբեմն հափշտակել բառը կարող է տարասխալով գրեն, պ-ով գրեն։ Երբ որ դու գրաբարը գիտես, հասկանում ես, որ այդտեղ ին աղդիրն է, որը կպել է, քանի որ ա տառը հետո ինքը ին դառել է ය, որը կարտացում է, հետո ափ բառն է։ Հիմքը գիտես, հափշտակելն է, ափով վերցնել խլելն է, արդեն դու գիտես արմատը, դու դա պ-ով չես գրի, որովհետև դու ափի գրելաձևը գիտես, ինքնըստինքյան ընդ որում ենթագիտակցական առումով, բառապաշարի առումով դուք սկսես օգտագործել այնպիսի բառեր, որոնք չէի օգտագործի առօրյայում։ Այլ ոնց որ դու բան
Ոնց որ եթե դու ռադիոֆիզիկայի կրթություն ունես, քո համար կապ չունի ինչ սարքա, դու հասկանում ես ինքը ոնց է աշխատում, դու կարաս իրեն բացես, հասկանաս, որտեղ դու ինքը գիտես, էլի։ Օրինակ, տենց շատ հեշտ բառեր կան, որ չեն օգտագործում, էլի, առհասարակ տենց առօրյայում շնորհակալություն բառը, օրինակ շատ քիչ են օգտագործում։ Մերսի, հա, երկար է, շատ գեղեցիկ բառ է։ բայց երկար է։ Հենց չէ, էլի, որ Թոմասն ես ափսոսում եմ, որ մենք երբեմն չենք օգտագործում բառեր, որոնք միայն մենք ունենք։ Ամբողջ աշխարհում միայն հայ ժողովուրդն ունի եւ հայերենում կա։ Օրինակ հանձնառություն բառը։ Ինչ նշանակում։ Հանձնառությունը էլի գրաբարյան ի նաղդիրն է, որը դարձել է հ։ Անձ բառն է։ Եվ առնել։ Հանձն առնել ինչ որ բան։ Հիմա կասեք, ոնց ռուսերենում այս բառը չկա, այ չկա։ Ռուսերենում կասենք, այս բառը պատասխանատվություն։ Այսինքն ունենք ռուսերենում ответственность, որը թվում է թե նույն հանձնառությունն է, բայց հանձնառության ու պատասխանատվության տարբերությունը ո՞րն է։ Որ դու ինքդ քո վրա ես։ Պատասխանատվությունը այն է, ինչը դու պարտավոր ես անելու, լավ անում ես։ Այդ լավ չի նորմալ է սկզբունքով։ Ուղղակի պատասխանատվությունն է քո։ Հանձնառությունը պատասխանատվություն չի։ Ես տեսնում եմ այնտեղ աղբա գցած, ես գնում դա վերցնում եմ, թեև ես այստեղ անձնարարություն պատասխանատվություն չունեմ, բայց ինձ տհաճ է, չէ՞, այդ աղբը այդտեղ գցած, ես այստեղ նստած մնամ։ Շատ լավ բառ է։ Ես դա իմ անձի վրա եմ վերցնում։ Հանձնարարություն։ Ես կօգտագործեմ, լավ բառ է, շատ լավ բառ է։ Սակայն հա, տենց բառերի վրա ամենաշատն է պետք հիմնվել, ընդհանրապես բառի թարգմանություն գոյություն համարը չունի։ Ինքը միշտ մի քիչ կանատացիան փոխվում է։ Այսինքն ես նույնիսկ եթե օրինակ մենք կնոջս հետ նայում ենք սերիալ անգլերենով, ես միշտ նախընտրում եմ ընդհանրապես սուբստրետ չնայենք, ես ասում եմ ավելի լավ է բառը կոնտեքստից հասկացի, ոչ թե թարգմանությամբ, որովհետև թարգմանությամբ հասկանալը մի քիչ սխալ է, մի քիչ ծռած ես բառը ընկալում։ Իսկ կոնտեքստի մեջ դու տենում ես ոնց այնքը կիրառվում ու դու հասկանում ես արդեն ինքը։ Հա, բայց մեր լեզվի պարագայում նաև պատմական հետաքրքրություն կա, օրինակ, ինչ եք կարծում հեռուստացույց բառը երբ է մեր լեզվում առաջացել հորինվել։ Ես կասեք 20-րդ դարում։ Չէ, ես մտածում եմ շատ ավելի վաղուց։ Հա։ Դեր Քարանձավյան ժամանակահատվածում։ Հեռուստացույց բառը Գրիգոր Նարեկացու բառն է։ Իսկ ինչ է Նարեկացին Մատյանում ասում է հեռուստացույց մարգարեները։ Մարգարեների մասին է խոսում, որ իրենք հեռուն են ցույց տվել, իրենք խոսել են Քրիստոսի ծնունդից շատ դարեր առաջ Քրիստոսի մասին։ Հեռուստացույց մարգարեները։ Լուսանկար բառ։ Այսինքն ադապտացվել է այդ բառը, հետո վերցրել են լուսանկարն էլ։ Էլի մեր տարբեր շարականներում, տարբեր աղոթքներում հանդիպող բառ է։ Լույսով նկարված, լուսանկար Սուրբ Հոգի, լուսանկար Սուրբ Աստվածածին։ Այսինքն մենք միշտ կրել ենք այն ժամանակ, երբ որ գնացել ենք ոչ թե ինչ որ նոր բառեր հորինելու ճանապարհով, ինչը երբեմն նույնիսկ զավեշտացվել է, այլ վերցրել ենք մեր հին բառերը, տվել ենք դրանց ինչ որ նոր նշանակություն, օրինակ գնացք բառը եւս գրաբարյան բառ է։ Գնացք, ըստ գնացս ճանապարհի աղոթքը, որ մենք ասում ենք ճանապարհ գնալուց առաջ, Տեր ուղիած գնացս մեր, Տեր ուղիր մեր ընթացքը գնացքը։ Եվ պես գնացքը քն հոգնակի է, գնացքը ինչ որ ընթացքներ, գնալու հնարավորություններ։ Դարելա ժամանակակից դրանից շատ զարմացնում, որ մենք հապաղումներ համարել չունենք, կենցաղային հապաղումներ։ Հա, օրինակ ռուսերենում, անգլերենում շատ անգամ կան, չէ՞, սկսան ինչ որ բառերը, որոնք շատ մեր մոտ օրինակ BG-ն է, օրինակ շատ տարածված, բարի գիշեր է, էլի, մենք շատ ասկացում չէի հասկացել, որ այդ բարի գիշերն շատ։ Ես մեկ էլ երկար մտածում եմ, որ գրում են ծ-ը, տեսել ես։ ծ-ը։ Ես երկար մտածում եմ, որ դա հապաղում է, հետո իմացա, որ դա ուղղակի բան է, օմոնոտիպիա, որ այդ ձենի բանն է, էլի, ֆոնետիկ։ Երկու տարի առաջ էի բացել, որ դման այդ անձնական նամակն է։ Բայց դա անգլերենն է, direct message։ Յոգում ես, իրենք շատ են օգտագործում դա։ Մենք հայհոյանքներ էլ չունենք։ Մեր լեզուն ընդհանրապես հին լեզուները, արխայիկ լեզուները, այդ առումով իրենք մի քիչ բարդ են։ Իրենք շատ դժվար են ժարգոնացվում, իրենք այնքան վեհ լեզուներ են։ Դա վերաբերում է հունարենին, ես ծանոթ եմ հին հունարենին, շատ քիչ ծանոթ եմ նոր հունարենին, բայց էլի կարող եմ ասել, որ այնտեղ էլ նույն խնդիրը կա։ Հին լեզուները
ասենք իտալերենը, բան, իրենք շատ դժվար են ժարգոնացվում։ Իսկ նոր երիտասարդ լեզուները անգլերեն, հասկացա։ իրենք ավելի ճկուն լեզուներ են որպես Իրանց ավելի հետևում են։ Տենց ստացվում, որ հիմա այսպայն հայերենը սենց հեշտ ժարգոնացվել է։ Իսկ դուք վստահ եք, որ մեզ դիտող լեզվաբանները չեն նեղանա, որ Մենք լեզվից ենք խոսում։ լեզվաբաններին թողած Ես չեմ մտածում տենց, որտեվ լեզուն շատ քննարկող թեմա է ու ինքը շատ պրակտիկ թեմա է ու քանի որ դու շատ տիրապետում ես, օրինակ ինձ շատ հետաքրքիր է, հեսա կուդոր հարց տվեցի, բայց ինձ հետաքրքիր է նոր հունարենից ասցիր, մեծ է տարբերությունը հին հունարենի, համադրելի է գրափարի ու հայերենի ու հին հունարենի ու նոր Հին հունարենը մի քիչ ավելի կտրված է նոր հունարենից, համենայն դեպս հին հունարենով, երբ որ ես փորձում էի քաղաքում ինչ-որ փորձել ինձ գտնել, դե հին հունարեն քիչ շատից կարողանում եմ ինչ-որ խոսել, արտահայտվել, նոր հունարենը այդպես չգիտեմ, ու որ Հունաստանում էի, շուկայում փորձում էի հին հունարեն խոսել ու իրենք ոչ միայն չէին հասկանում էին, որ դա ինչ որ հունարեն է, բայց չէին հասկանում ինչ եմ խոսում։ Ինչ հետաքրքիր է։ Շատ տարօրինակ էին նայում, ինչ որ Պլատոնն եկել է, ուզում է խնձոր առնել, էլի։ Այցալից տարօրինակ Հոմերոսն եկել է, ուզում է։ Իսկ դու այն մարկասը որ խոսքի Ոդիսևսը օրիգինալում կարդացել է։ Չէ, այստեղ պետք է տարբերել, հին հունարենը մի քիչ ավելի առաջ է գնացել, այնտեղ տարբեր հին հունարեններ կան։ Կա ատտիկյան հին հունարեն, որով գրված է Ոդիսևսն, Հոմերոսը, դա շատ դասական լուրջ հին հունարենն է։ Ու կա խոսակցական հին հունարեն, որը կոյնեն է։ Այ Աստվածաշունչը գրված է կոյնեով։ Ես շատ հաճախ ասում եմ, Աստվածաշունչը չի գրված դասական լուրջ գրագետ լեզվով։ Աստվածաշունչը գրված է ամենախոսակցական, ամենաժողովրդական հին հունարենով, որը շատ կտրուկ տարբերվում է կոյնեն ատտիկյան հին հունարենից։ Նաև այն ժամանակ դա շատ կարևոր է, շատ արագ պետք է մարդկանց մոտ տարածել, հասկանալ։ Չէ, հետո Աստվածաշունչը գրողները որպես այդպեսին հովիվներ էին, ցկնորցներ էին, իրենք չէին էլ տիրապետում ատտիկյան հունարենին, այսինքն սովորական մարդիկ իրենք ով է իրենց կամած գրվելա Էդելա, կստացի, որ մի անգամ դու ասել էիր, որ ակնհայտ երևում է, որ այն որ կրոնը ստեղծվել է ուղղակի որպես կառավարական ինչ-որ բան, էդելա դրա ոցեր վկայություն։ Ու ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած, բայց նաև աստվածային ճշմարտությունների մասին խոսող գիրք է, այսինքն այնտեղ ժողովրդական լեզվով այնպիսի մտքեր են, որ ասենք իրենք Պլատոնի հետ մտնում են լուրջ երկխոսության մեջ։ Հիմա օրինակ Պողոս Առաքյալը հատվածներ ունի, որտեղ առանց նույնիսկ Պլատոնի անունը տալու բանավիճում է Պլատոնի հետ։ Օրինակ Պողոս Առաքյալն ասում է մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են։ Դե երբ որ դու չես տիրապետում ժամանակի փիլիսոփայական մտայնությունները, մտքերը, տենդենսները, դու այդպես մտածում ես, հա, սիրուն բան է ասում ես առաջ։ Երբ որ դու հասկանում ես, որ այդ ժամանակ ամենադոմինանտ փիլիսոփայական մեծ ազդեցություն ունեցող միտքն այն էր, որ մեր մարմինները բանտ են հոգու համար։ Պլատոնը ասում էր սոմա, կեսեմա, սոման մարմինն է, սեման բանտն է, ու բառախաղ էր անում, ասում էր մարմինը բանտ է մեր հոգիների համար։ Հիմա պատկերացրեք ինչ ասում Պլատոնը, որ մեր հոգիները բանտարկված են ու մարմինը վատ բան է։ Այսինքն մահը լավ բան է, մահը ազատագրում է։ Իսկ քրիստոնեությունը պատմում է նրա մասին, որ Քրիստոս հարություն է առել։ Ինչու էին դժվարանում հույները ընդունել քրիստոնեությունը եւ ինչու դե Աստված ստեղծել է աշխարհը, օքեյ, ոչ մի խնդիր, դուք ձեր Աստված ունեք, մենք մեր Աստված ունենք, ոչ մի խնդիր չկա։ Որ դեպքում էր սկսում բախում լինել քրիստոնյաների եւ հույների միջեւ։ Երբ որ քրիստոնյաները ասում էին այ մեր Տերը Հիսուս Քրիստոս հազիվ ազատագրվել է բանդից, հետո կամավոր վերադարձել է բանդ։ Այստեղ լինում էր խնդիր, իսկ Պողոս Առաքյալը ասում է մարմինը բանտ չի հոգու համար, մարմինը տաճար է, ու այստեղից արդեն գալիս են շատ քրիստոնեական մոտեցումներ, օրինակ առողջ ապրելակերպին։ Ինչու են մեր համար օրինակ ծխելը վատ, ալկոհոլը վատ, ինչ որ տատուները ոչ ցանկալի,
որովհետև մենք մարմնին որպես տաճար ենք մոտենում։ Եվ սա շատ կարևոր է սնել, փայփայել ու առողջ պահել մեր մարմինը։ Ու քրիստոնեությունը միայն հոգու մասին չի։ Քրիստոնեությունը հոգու մասին է, մտքի մասին է ու մարմնի մասին։ Գարմոնիա է, էլի, ամեն ինչի Այդ երամիասնության մեջ մարդը այո պիտի լինի հարմոնիկ, որովհետև փրկվում է մարդը։ Մեկ ասում են, չէ, հոգու փրկություն, դա հոգու փրկություն չի, դա մարդու փրկություն է մարմնով եւ մտքով։ Նույնիսկ ստեղ ես լիքը բան սխալ էի ընկալում, մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում։ Հիմա որ դու ասում ես, շատ sense տեղն է։ Դասավորված չէ։ Այդ այն բաներից է, որ ես էլի ասում էի նախորդ, բայց ես քեզ որ լսում եմ, ես անդադար մտածում եմ, հիմա ես արդեն ասել եմ ոդքասթում, որ ես աթեիստ եմ, հիմա խոսում եմ եկեղեցական մարդ։ Մի պահ պետք է գա, որ ես ասեմ, լավ, այստեղ ես համաձայն չեմ, բայց քո ամեն ասածը այնքան տրամաբանական է, ու այնքան ակնհայտորեն տանում է մարդուն դեպի ավելի երջանիկ կյանք, դեպի ավելի լավ ինքնագիտակցություն, դեպի ավելի լավ հասարակություն, որ ես քո ամեն ասածի հետ ինձ բռնացնում եմ նրա վրա, հա, ես համաձայն եմ, սենց պետք է ապրել։ Ես ժամանակին օրինակ նույն ձև նկատել եմ, որ 7 մահացու մեղքերը, եթե դու հետևես իրանց ու փորձես իրանց չանես, անկախ ես դու հավատում ես թե չէ, քո կյանքը ահագին կլավանա։ Դե դա Ժան-Ժակ Ռուսոյի օրինակն է, որ ինքը ասում եմ հավատքի հիմքում կա շատ 4 հաշվարկ։ Եթե ես հավատամ ու եթե ես ապրեմ քրիստոնեավայել, ես ոչ մի բան չեմ կորցնի, բայց կգտնեմ շատ լավ անուն, մարդիկ ինձ կհարգեն, կասեն, վայ շատ բարի մարդ է, շատ լավ մարդ է, ու եթե ես մեռնեմ, ոչ մի բան էլ չեմ կորցնելու, մենակ ինձ հետ լավ անուն կտանեմ։ Իսկ եթե ես չլինեմ քրիստոնյա ու եթե ես չապրեմ քրիստոնեական կյանքով, ես կկորցնեմ իմ անունը, բոլորը կասեն էս սրիկան հազիվ մեռավ, ու մեռնելուց հետո եթե հանկարծ պարզվի, որ այնուամենայնիվ Աստված կա, ես լիքը բան եմ կորցնելու։ Դրա համար զուտ 4 Է որ վերագրել են որպես վիլկա էլի Կանտը ուրիշ, Կանտը ինքը շատ ինտելեկտուալ փաստարկով եկավ քրիստոնեություն։ Իսկ Կանտի դեպքում կար քրիստոնեության գալու լուրջ մոտեցում ու 7 տասնամյակի աշխատանք, այսինքն ինքը գրեց հսկայական աշխատություն, որով հերքում էր քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու փաստարկները, 6 փաստարկ կարծեմ թե հերքեց եւ վերջում ինքը եկավ 7-րդ փաստարկը։ Իսկ իր փաստարկ շատ հետաքրքիր է։ Ինքը խոսում էր բարոյականության օբյեկտիվ թե սուբյեկտիվ լինելու մասին։ Այսինքն այնուամենայնիվ բարոյականությունը ինքը իմ ընտրությունն է, թե ինքը աստվածային ճշմարտություն է, որը կա։ Իսկ ընդհանրապես բարոյականությունը ինքը մարդու մեջ ներդրված բան է։ Բարոյականության զգացողությունը։ Դու կօգտագործես, հա։ Չէ, դու դեռ երրորդ դարում Տերտուլիանոսն էլ ասում էր, որ մարդու հոգին ի բնե քրիստոնյա է։ Այդ հետո է ինքը մեծանում շեղվում, բայց մեր բոլորի մեջ դրված է քրիստոնյա հոգի, ու մեր հոգին ինքը քրիստոնյա է։ Բայց այդ չես կարող ասես մուսուլմանական երկրում ծնված։ Կարող ես, որովհետև այնուամենայնիվ ի սկզբանե մենք բոլորս ծնվում ենք նույն ստարտովի կապիտալով։ Հետո ենք մենք արդեն տարբեր մշակութային, ընտանեկան, ավանդական, տարբեր դրություններում շեղում գնում տարբեր ճանապարհներով ու արդեն դառնում լրիվ տարբեր մարդիկ։ Իմ ասածը այն է, որ հիմա բայց մահմեդականությունը կներեք ինքնուրույն բարոյագիտություն չունի, դուք պիտի իմանաք, որ մահմեդականությունը թխած է քրիստոնեությունից եւ իրանց մոտ նշվում է որպես մարգարե։ Այնտեղ ամբողջ բարոյագիտական համակարգը թխած է։ Իսկ այն յուրահատկությունները, որ մահմեդական կրոն ունի, այնտեղ զուտ քաղաքական ու մարդկային գործոնա ընդհանրապես մահմեդականությունը ստեղծվել է ծրված ժողովրդին հավաքելու ազգ դարձնելու համար ու դա ստեղծել է փայլուն քաղաքական գործիչ Մուհամեդը։ Ընդհանրապես երբ կրոնները ստեղծվում են հանճարեղ մարդկանց կողմից, Մուհամեդ, Բուդդա, Կոնֆուցիոս եւ այլն, իրենք շատ հանճարեղ կրոններ են, իրենք շատ տրամաբանական են, շատ հասկանալի են, շատ կոնկրետ։ Ինչ հետաքրքիր։ Այսինքն դու օրինակ որ գնաս մահմեդականության մեջ ասես, այ ես ինչ պիտի անեմ որ փրկվեմ, իրենք շատ հստակ քեզ ասում են, անում ես սա, պահում ես այս պատվիրանները, չես անում սա, այս չես ուտում, այն ուտում ես, այս չես խմում, այս խմում ես, վերջում էլ ինչ որ հստակ շատ կոդեքս կա, որը պահում ես ու գնում ես դրախտ 40 կույս, այս կողմ, այն կողմ քրիստոնեության մեջ։ Լրիվ աբսուրդ։ Հստակություն է այնտեղ։ Այսինքն դրախտ մտնում է ավազակը։ Առաջինը դրախտ մտնում է մարդ, որը այդ պատվիրանների ծերիցել է, այն մյուս ծերից մտել է ու սենց սա խախտել է, ինչ հնարավոր էր արել է ու լրիվ ինքն էլ վկայում է, որ ես իմ մեղքերի համար եմ խաչված։
Բայց այնտեղ կա մի հատ ապաշխարության յուրահատուկ դրսևորում, որը Քրիստոսին հերիք է փրկելու համար։ Որն է։ Խորքային անարժանության զգացողությունը, եղ ինչ ասում ավազակը չի, ասում է հիշիր ինձ քո արքայության մեջ։ Դա ինչ է նշանակում։ Ես արքայության մեջ չեմ լինելու։ Ինչ խոնարհության գոնե հիշի։ գագաթնակետն է։ Այդքան է, էլի։ Լրիվ դավանում է Աստծուն որպես Տեր ու Փրկիչ։ Եվ հայրերը նաև ասում են արյան հաղորդություն ստացավ։ Այսինքն ինչու մենք պատարակի ժամանակ ստանում ենք ֆիզիկապես, ինքը այդ վկայությամբ հաղորդվեց Աստծուն։ Մենք գնում ենք պատարակի, որ հաղորդվենք, ինքը ուղիղ հաղորդվեց Աստծու հետ։ Արյան մկրտություն ստացավ, արյան ապաշխարություն ստացավ ու մտավ դրախտ։ Քրիստոնեության մեջ Սուրբ Երրորդությունը ոչ մի մարդ այդպիսի բարդ դոգմատիկա չէր հորինի։ Դեռ այնքան բարդ է, այնքան դժվար է։ Եվ քրիստոնյա լինելը շատ ծանր աշխատանք է։ Գիտեք, ես շատ հարգանքով եմ լցվում այն մարդկանց նկատմամբ, որոնք ուժ են գտնում իրենց մեջ ասելու, որ ես չեմ հավատում, ես անհավատ եմ, այդպես է ստացվել։ Դա ուժ է, դա խիզախություն է, դա քաջություն է, որովհետև մեր օրերում, երբ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ շատերը, ճնշող մեծամասնությունը 90 եւ ավել տոկոսով քրիստոնյաներ են, ես հիշում եմ Քրիստոսի խոսքը՝ մի վախեցիր փոքրիկ հոտ։ Ես միշտ հիշում եմ, որ քրիստոնյաները փոքրամասնություն են, միշտ քիչ են, որովհետև քրիստոնեությունը շատ բարդ է, շատ ամենօրյա ծանր աշխատանք է։ Քրիստոնյա լինելը, թե բարոյագիտական իմաստով, թե ամեն կիրակի պատարակի մասնակցելու իմաստով։ Ինձ հակառակն է միշտ թվացել, որ հեշտ է հավատացյալ լինելն է քաջություն ավելի շատ։ Ինքը խիզախության Այ երբ որ գիտակցում ես արդեն դրախտ, դրող, բան, այդ ամենին առերեսվում ես, անշուշտ այդտեղ էլ մեծ խիզախություն կա, բայց նախ պետք է խիզախություն ունենաս ասելու, որ ես չեմ հավատում, որ սկսես ճանապարհդ։ Երբ որ դու չես հավատում, բայց այնուամենայնիվ ինձնից լավ քրիստոնյա չկա, իմ Աստվածը իմ մեջ է, ով եք դուք պոզիցիայով դու հարձակվում ես բոլորի վրա, բայց Սուրբ Գիրք չես կարդացել, առօրյա փդած է, բարոյագիտությունը գոյություն չունի, այսինքն բարոյագիտության վրայից հոտ է գալիս, բայց դու տենց քրիստոնեություն ես խոսում, Սուրբ Գրքից ինչ-որ մուլտիկներից ես տեղյակ, իտո մինչև վերջ չես նայել, որովհետև պիտի ֆուտբոլ խաղայր, հա։ Այսինքն այդ քրիստոնեություն չկա։ Բաներ, մի հատ բան կար, որ գուշակներ տոլիտարոլոգը, որ քեզ ասում է Աստվածաշնչում գրած է, դու միակամից չկա տես բան Աստվածաշնչում, ու ինքս հա։ Տեսեք օրինակ ամոզված էր, էլի որ ինքը ճիշտ է։ Օրինակ, եթե մենք մեր ժողովրդին հիմա ասենք, որ Աստվածաշնչում չկա գրված, որ առաջինը քո ծառը պիտի ջրես, հետո ուրիշին, իրանք կարող է մշակութային շոկ ապրեն։ Որովհետև փոքրուց մեր էգոիզմը արտահայտվում է Աստվածաշնչով, երբ որ Աստվածաշնչում ուրիշի ծառը ջրելու մասին տասնյակ տողեր կան, բայց այտենց տող, որ սկզբում քո ծառը պիտի ջրես, ախպեր չկա։ Բայց միջև շատ հեռու չեն գնացել, բանը բարոյականության այդ երկու բանը մոտեցումը ես շատ եմ սիրում ցույց տամ երկու ստեղծագործության հիման վրա Game of Thrones-ի ու Մատանիների տիրակալների։ Մատանիների տիրակալներում, քանի որ Tolkien-ը ինքը շատ նվիրված քրիստոնյա էր, այնտեղի բարոյականությունը ցուցադրված որպես օբյեկտիվ իրականություն։ Դու բաները անում ես, որտեղ իրանք բարոյական են, ոչ թե դու մտածում ես հետևանքների մասին։ Ու դրա համար այնտեղ դար պահ կա, երբ որ Շոմբինը այնտեղ խաղում է Բարամիրին, ու Բարամիրը ասում է, որ ես մատանին վերցնեմ, որտեղ ես ավելի փոքր չարիք եմ։ Ու ինքը ոնց որ այդ պատմության մեջ պատժվում է, ինքը մանում է դրանից հետո։ Ու այդ շատ դակիր փաստ է։ Ու հետո Game of Thrones-ում ուրիշ բարոյականության մոտեցում է։ Ընդ բարոյականությունը հարաբերական է։ Կան հարաբերական ավելի լավ մարդիկ ու հարաբերական ավելի վատ, ավելի շուտ բոլորը վատն են, բայց իրանք հարաբերական են վատ։ Դրա համար դու կարաս ունենաս ավելի վատը կամ ինչ-որ պերսոնաժ, որը ինքը մնում է վատը, բայց ինքը ընթացքում մի քիչ ավելի լավն է դառնում ու ինքը դառնում է գլխավորը։ Մնացածի վատության հաշվին, էլի։ Game of Thrones-ում նույն Շոմբինը խաղում է մարդու, որը այս դեպքում ունի օբյեկտիվ բարոյականություն։ Ինքը Սերսեյին ասում է, որ քո երեխեք հետից գալիս են, որտեվ էդի օբյեկտիվորեն բարոյական է։ Ընդ հետևանքները վատն են լինելու, բայց ինքը ճիշտ է դառնում։ Ու ինքը նորից պատժվում է։ Բայց այնուամենայնիվ փրկության համար շատ կարևոր է աշխարհին նայել հենց Հարի Փոթերի ակնոցները։ Հարի Փոթերի ակնոցները շատ յուրահատուկ ակնոցներ են։ Իրենց միջով երբ նայում ես աշխարհին, հրաշքը իրական է, իսկ մահը չէ։ Դուք նկատել եք, որ Հարի Փոթերում մահ չկա։ Այսինքն չկա։ Մահ չկա։ Հա, ճիշտ է ասում, բայց Ինչի։ Ինքը անդադար շփման մեջ է ծնողների հետ։ Հա, այդ առումով։ Իսկ երբ որ ինքը մահանում է, ինքը հայտնվում է որտեղ։
բան ստանցիայում դա կայարանում Սուրբ գրքում ինչպես է կոչվում դա չէ որ մահից հետո մենք դրախտ դժոխք չենք գնում դրախտ դժոխքը դա ահեղ դատաստանից հետո է բաժանարար ճանապարհ չկա կա հենց կայան արդարների կայան եւ անարդարների կայան կայան այսինքն իրենք վերցրել են շատ բան Ահա ինք տենց ուղակի պատկերավոր ասում են Աստվածաշնչում գրած տենց բան բաժանարար ճանապարհ կամ քաչմերով չի նկարագրվում Միշտ տենց լսել եմ էլի Իրարից քանի մենք սրա մասին խոսում ենք չգիտեմ ինչքանով է դա թույլատրելի թեմա ես միշտ ուզում եի հարցնել եկեղեցականից ապոկրիֆների մասին որովհետև ինչքան ես գիտեմ ապոկրիֆներ կան որոնք ժամանակաշրջանով համընկնում են աստվածաշնչյան տեքստերի հետ Պարականոն գրքեր կան որոնք ապացուցված է իրենց առաջին դար լինելը ապացուցված է նույնիսկ ինչ որ իրենց նյութի մեջ Հեղինակությունը չեմ կարծում որ ապացուցված է բայց գոնե եկեղեցական ավանդությունը չի կասկածում օրինակ մենք ունենք Հակոբոսի նախաավետարան որը ենթադրվում է որ գրել է Հակոբոս Առաքյալը Ինչու ինքը չի մտել Սուրբ գրքի մեջ որովհետև ինքը կիսատ է ինքը պատմում է Քրիստոսի մանկությունը պատմում է Քրիստոսի մանկությունը ու շատ նաև մանրամասն պատմում է Մարիամ Աստվածածնի մասին Հիմա օրինակ մենք ինչու ենք հավատում որ սա Հակոբոսն է գրել Հակոբոսի անունն ինչ էր Հակոբոս Տիառնեղբայր ինքը բարեկամական կապ ուներ Հիսուսի հետ շատ բնական է որ ինքը Քրիստոսի մանկությունից ավելի շատ նյութ պիտի ունենար մանավանդ Աստվածածնի մասին ավելի նյութ պիտի ունենար քան ասենք Մատթեոսը որ ընդամենը Այսինքն ինքը Քրիստոսին վաղ տարիքից ճանաչել է Բայց ինքը կիսատ էր ու դրա համար չի ներառվել որ շփոթվում չառաջանա Թեև ինքը չի ներառվել են միայն այն ավետարանները որոնք պատմում են ծնունդից մինչև համբարձու մինչև հարություն ամբողջական պատմությունն են պատմում Բայց մենք ունենք տոներ որոնք վերաբերում են նույն Մարիամ Աստվածածնին որոնք այդ տոները վերցված են այս ավետարանից Այսինքն երբ որ մենք խոսում ենք Աստվածածնի ծննդյան մասին, Աստվածածնի ինչու հետ կապված ինչ որ ավանդությունների մասին, օրինակ պատմում ենք որ Աստվածածինը տաճարում է եղել եւ տաճարի վարակույրն է գործել ու այդ հենց այդ Աստվածածնի գործած վարակույրն է պատրվել երբ Քրիստոս խաչի վրա էր մենք շատ բաներ վերցնում ենք այդ պարականոն ավետարանից Այնուամենայնիվ, այս պարականոնների ինտրիգները շատ չափազանցված են։ Այն ինչը մենք գտնում ենք առաջին դարի պարականոններում, իրենք շատ բարեպաշտական, այսպես պատմություններ են առանձնապես Դավանական նյութ չպարունակող, իսկ այն ավետարանները, որտեղ հանկարծ բարձվում է, որ Հուդան ավելի բան ու դրանց վրա ստեղծվում են ինչ-որ նոր վեպեր կամ Մարիամ Մագդաղենացու հետ կապված պատմություններ են ստեղծվում ու իրանց վրա բեսելերներ են գրվում ու իրենք այսպես մարդկային հետաքրքրություն գրող բաներ են, իրենք շատ ուշ շրջան, իրենք 6-7-րդ դարի անգամ ուղեցին ագնոստիկների գրած գործեր են։ Ես երկար ասում եի բան Հուդայի ավետարանը, որ վերջերս է թարգմանված Բայց ինձ հետո ուղղեցին ու ցույց տվեցին, որ ինքը 3-րդ դարի է ժամանակադրված, այսինքն ոչ մի կերպ չէր կարա Ես ասեմ նաև Թովմասի ավետարան կա, Թովմասի ավետարանը խոտելի չէ, մերժելի չէ, իրեն բարբերաբար նույնիսկ ցիտում են, ես նկատում եմ կան բավական մեջբերումներ Թովմասի ավետարանից։ Կներեսնեմ ձեր, որ շատ թեմատիկին է վերջացեք Էլի 50-50-ա Թովմասն է թե չէ, բայց շատ գիտնականներ հակվում են, որ սա հենց Թովմաս Առաքյալն է գրել, ինչու ինքը չի մտել բուն կանոնի մեջ, որովհետև ինքը ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի խոսքերից մեջբերումներ են։ Եվ Հիսուս ասաց, սա եւ Հիսուս ասաց, նա եւ Հիսուս ասաց, եւ Հիսուս ասաց։ Ու ինքը հավաքել է Հիսուսի ասաց խոսքերը, ուղղակի այս խոսքերի մեծամասնությունը արդեն իսկ 4 ավետարաններում կա։ Ու այնտեղ կա կոնտեքստուալ կտրված խոսքեր։ Ես լսել եմ, որ մեծ քանակի պարականոններ ոչնչացված էին ժամանակին։ Ինչ էր։ Բայց այդ ապոկրիֆները դա այն գրքերն են, որոնք նույն դեպքերի մասին են պատմում կոպիտ ասած, բայց իրանք չեն ներառվել կանոնավոր Այսինքն Աստվածաշնչում մենք ունենք կանոնիկ գրքեր, մենք ունենք երկրորդականոն գրքեր 5 տակարանում, մի քանի գիրք կոչվում են երկրորդականոն, բողոքականները այս գրքերը չեն ընդունում ընդհանրապես։ Մենք կաթոլիկներ, ուղղափառներ ընդունում ենք, իրենք այն գրքերն են, որոնք գրվել են բուն կանոնը կազմելուց մի փոքր ուշ, գրվել են ոչ թե եբրայերենով, այլ մի մասը հին հունարենով է
գրվել էլի, տարբեր պատճառներով իրենք համարվել են երկրորդական։ Բայց էլի Աստվածաշնչի մաս են մեզ համար լիովին ընդունելի։ Ու կան նաև պարականոն գրքեր, որոնք հավակնում են լինել Աստվածաշնչային, բայց այդպեսին չեն կանոնի իմաստով։ Նույնիսկ չեն համարվում երկրորդ։ Չէ, իրենք ուղղակի որոշները ընթերցվում են լեգենդներ են 6-րդ, 7-րդ դարի օրինակ գրությունա, բայց անում դրացա Հուդայի ավետարան։ Հուդան տենասիտ ինչերա գրել բանում եկել սենց ինչ որ մարդիկ սիրում են, չէ, կրոնի մեջ։ Կարելի ասել Աստվածաշնչի հիման վրա ֆանֆիկ է։ Շատ լավ բնութագրում էր։ Այդպիսիները շատ կան ու հենց այդ դարերի աղանդավորներն էին գրում ու տարածում։ Այսինքն արգելված չի եկել ցանկականներին կարդալ պարականոն տեքստերը։ Չէ, բայց ոչ մի բան երևի արգելված չի կարդալ։ Չէ, ես միֆերն եմ ուզում ջարդել։ Այստեղ Պողոս Առաքյալը ես հաճախ եմ կրկնում, շատ գեղեցիկ կանոն է տալիս, նախ արգելք բառը քրիստոնեությանը չի գտնում, մենք արգելքների մասին չենք խոսում։ Մենք ասում ենք ձեզ ամեն ինչ չի, որ օգտակար է։ Պողոս Առաքյալն ասում է, մեզ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Հիմա ես որ մի բան կարդում եմ, ես նախ հարցնում եմ, լավ, այս գիրքը ինձ օգտակար է, թե չէ։ Այս գիրքը ինձ մի բան տալու է, թե հակառակը խլելու է ինձնից, գլուխս լցնելու է ինչ-որ անկապ բաներով։ Արի ու տես, որ օրինակ ժամանակակից գրքերը, որ երբեմն նույնիսկ համարվում են, վայ, դա վատնա, սատանայական է, էս այնա, դրանց մեջ շատ օգտակար նյութ կա։ Նույն Հարի Փոթերի մեջ շատ օգտակար նյութ կա, սրա մասին լիք խոսել եմ, լիքը եկեղեցում մեր բարեպաշտ տատիկները ինձ դրա համար նզովել են, բայց այնուամենայնիվ Շատ է ասում, որ դեռ խարտանքա ուրեմն հակաքրիստոնյա է։ Հա, սովետական տարիներին նույնիսկ օրինակ իմ ամենասիրելի գրքի մասին, դե Աստվածաշունչը ես պարզապես սիրելի գիրք չեմ համարում, բայց եթե ուղղակի գրքերից ենք խոսում, ես ուղղակի տարիներ շարունակ սիրում ու ուսումնասիրում եմ Վարպետն ու Մարգարիտան, ինքը էլի գիրք է, որը սովետական տարիներին զուտ որ մարդիկ չկարդային, ասում են գրքի վրա նավս մեծ փիլիսոփայություն է շատ։ Բայց Բուլգակովը արել է հզորագույն բան, ինքը գրել է գիրք, որ բոլշևիկները տարիներ շարունակ չէին հասկանում, որ դա քրիստոնեական գիրք է, այսինքն ինքը դեռ նենց է քրիստոնեությունը թաքցրել, որ բոլշևիկները տենց նույնիսկ մտածում էին ինքը հակաքրիստոնեական գիրք է։ Բայց հետաքրքիր էֆեկտ է։ Նույն բանը ինջանոց թեկուզ այդ Տոլկինի դեպքում մատանիների տիրակալը դա շատ պրոքրիստոնեական գիրք է։ Այո, եւ իր ընկերը նաեւ կա Կլայվ Լյուիսը։ Ինքը այնքան լավ է կառուցված, այնքան ոչ բանալ ձևով, ինքը սովորացնում է քեզ լիքը լավ դասեր, հենց քրիստոնեական փիլիսոփայության մեջ, պատմելով շատ հետաքրքիր պատմություն, որը մարդիկ տարիներով չկարան չընկալել են, շատերը չգիտեն նույնիսկ դրա մասին, որ այդ ամեն ինչը ինչ որ ինքը նկարագրում է շատ սերտ կապված է քրիստոնեության հետ։ Ես մի հատ հարց եմ քեզ ուզում տամ։ Դու ոնց ես վերաբերվում խմիչքներին, ալկոհոլային։ Ես չեմ սիրում, սկսենք այդտեղից։ Այսինքն կան բաներ, որ եթե ես աթեիստ լինեի, ես կանեի ու չէի անի։ Այսինքն եթե ես աթեիստ լինեի, ես պահելու էի։ Եթե ես աթեիստ լինեի, ես չէի խմելու։ Ես պարբերաբար հանդիպում եմ լավ գինիներ, այդ ինձ համար մշակույթ է, դեպ այստեղից ես գնալու եմ ուրեմն գրքի, գինու եւ ջազի փառատոն, այսինքն այնտեղ հավանաբար ես ինչ-որ գինի կփորձեմ, բայց այդ իմ կյանքում լինում է տարվա մեջ մի 10-15 անգամ։ Ես բայց ալկոհոլը եկեղեցու հետ շատ սերտ կապեր ունի նույն ժամանակ։ Դե այդպես մեծ փորձանքի մեջ մտից է, սա պատկերացնում եմ մեկնաբանությունները սրանից հետո միշների մեծ մասից առանցնել չենք խմում, չենք բացնում, սա հաջորդ օրը ստատուս կգրի, չէ։ Ես իրական ալկաշ հոգեվորականները։ Երբ որ ես անցած ոդկասթում պատմում եմ, երբ որ ես սկսեցի իմ ստենդափները գցել TikTok, մի անգամից շատ ընկֆուր, քյաֆար, սաղ լցվեց։ Ես շում ես շատ էի նեղվել դրանից առաջի երկու օրը։ Քյաֆարից ես բարբերաբար նեղվում էի։ Լքֆուրը մի ձև Գելա, վիտանջի շատ։ այդ հայրեն բառը չի, չէ՞ դրա։ Ոնց որ ես մի երկու օր շատ նեղված էի, բան, ես շում ինձ քոյչոր TikTok-ն գա, ես մտա կոմենտներում։ Վայ, այդ ասել ես ոդկասթի ժամանակ։ Ես մեկ գրելա, ինչ որ գնա ստացաշուչ կարտա, ինչ որ տեսամ, ասի լավ, եթե իրան է գրում, ես կարամ անգի։ Ինձ ամենա սյուրռեալ
ռեալիստական այն պահն էր, երբ ինձ Աստվածաշունչ սկսեց սովորեցնել թութու լավա։ Այ այդ իմ աստվածաբանական գործունեության այդպես պիկներ, ես ասի վերջ, ես իզուր չեմ ապրել այս կյանքը թութու լավան ինձ։ Ինչ հիշում եմ, ինչ որ տենց բան կար TikTok-ում ինքը տենց շատ էր նկարում էլի Աստծո մասին, Աստծո խոսքի մասին ու աղանդավոր անդամ։ Դե հա, ու անընդհատ մնացած մարդկանց էր էլի բանանում։ Քաղաքական եւ հոգեվոր աղանդավորություն։ Այդ բանը, այն ինչ որ ինքն է անում, իմ համար ուղղակի զզվելի է այն առումով, որ ինքը ասենց այսպես դաստափող է վերցնում, ասում այս Աստվածն է։ Այս sense Աստված գործում։ Այդ գիտես ես ինչ են միշտ հիշում Գոր Վարդանյանի ֆիլմերից մեկի մեջ։ Ինչքան պետք է քո հետևորդին չհարգես, որ իրանց այդ տենց բան ասես։ Քրիստոս երբեք չի խոստացել, որ եթե դու քրիստոնյա լինես, դու լավ փող ես աշխատելու, հաջողակ ես լինելու, ես իրականքն են ցույց տալի։ Քրիստոս ասում է, եթե այս աշխարհը ինձ ատեց, ուրեմն ձեզ էլ կատի։ Եթե այս աշխարհում ես չարչարվեցի, դուք էլ եք չարչարվելու։ Ըստեյության Քրիստոս խոսք չի տվել տենց ինչ-որ կոմֆորտ, լավ, հարուստ կյանք։ Ոչ մեկ չի կարող։ Եթե ես քրիստոնյա չլինեի, խոսք տա, հենց այդ է իմաստը, որ իմ կներես ընդհանրեցի, բայց իմ տեսանկյունից քրիստոնեության ուժեղ փիլիսոփայության, քրիստոնեական օպտիմիզմի օրինակ, որպես փիլիսոփայական նորության ուժը նրա մեջ է, որ ինքը քեզ չի ասում, որ դու կարաս լավ կյանք ունենաս։ Դա ոչ մեկ չգիտի, շատ ռանդոմ է։ Մենք 8 միլիարդ մարդ ենք, բոլորը չեն կարող լավ կյանք ունենան։ Մեծ մասի մոտ տառապանք անելու, հավանաբար բոլորի մոտ։ Դե բայց որ նորմալ է։ Բայց դու կարաս դրան ուրիշ ձև վերաբերվես։ Ու եթե դու ներսդ ուժ ունես, ներսդ ամուկայ ունես, հասկանում ես ինչի համար այս ամեն ինչը, հասկանում ես որ տառապանքն էլ է ինչ որ փորձառություն քո համար։ Այդ կարա քեզ ահագին ուժ տա, էլի, գիշերը քնելու հանգիստ։ Ու քո կյանքը կդառնա երջանիկ, այդ մի քիչ արդեն ստոիչսկի տենց մոտեցում է, բայց քո կյանքը կարա դառնա երջանիկ, եթե դու մի քիչ փոխես քո ընկալումը, ոչ թե փորձես ամենտեղից մի բան փոխես։ Ես իմ երկրորդ մասնագիտությամբ, երկրորդ կրթությամբ պրոդյուսեր եմ։ Պրոդյուսերի գործունեությունը կարող է շատ ավելի ակտիվ լիներ, եթե ես քրիստոնյա չլինեի։ Այսինքն, Միշտ չի որ ֆինանսական առումով քրիստոնյա լինելը ձեռք է տալիս, այ քրիստոնեությունը սկսվում է այնտեղ, երբ որ դու քո կյանքի առաջնահերթությունները, priority-ները ճիշտ ես դնում։ Ու միշտ առաջին տեղում քո մոտ հավատքն է, քրիստոնեությունն է, հետո մնացածը։ Բայց այդ ժամանակ դու կարող ես կարճաժամկետում պարտվես, բայց երկարաժամկետում դու հաղթելու ես։ Այսինքն կարճաժամկետ փող աշխատելու մեջ ստով բանով գցելով կարողանաս ինչ որ բանի հասնել։ Բայց երկարաժամկետ ազնիվ բիզնեսը միշտ ավելի մեծ շանսեր ունի ու ազնիվ աշխատանքը միշտ ավելի արդյունավետ է, մանավանդ փոքր երկրում, երբ որ դու միշտ շատ արագ համբավ ես ձեռք բերում ու վատ համբավը միանգամից տները փակում է ու դու կորում գնում ես։ Ես մի անգամ մի հատ ռուս եկեղեցականի տեսել էի ոդքասթի վրա, որ ինքը ասում էր հոգեբանության մասին, որ ռուսական եկեղեցին ընդունում է հոգեբանությունը, ուղղակի համարում է, որ հոգեբանները հիմքը չունեն։ Որ ոնց որ եկեղեցին հիմքը ունի, քանի որ ամեն ինչը գալիս է ոնց որ Քրիստոսի ուսուցումից։ Իսկ հետո դրա վրա արդեն կա հոգեբանական գիտությունը, որը հոգեբանները օգտագործում են ուղղակի առանց իր հիմքի։ Մեր մոտ տենց կա նման տեսանկյուն։ Մենք ընդհանրապես պետք է նախ երկու տարբեր եզրերի հետ գործ ունենանք՝ հոգի եւ ոգի։ Դուշա и дух։ Ու եկեղեցին կարողանում է աշխատել երկուսի հետ։ Իսկ հոգեբանները մենակ հոգեբանությունը մենակ մի շերտի հետ է, ինքը ավելի ենթագիտակցության հետ է։ Իրականում բառը թեև նույնն է ընտրված, էլի հոգի են ասում, բայց հոգեբանը չի աշխատում հոգու հետ։ Հոգեբանը աշխատում է ենթագիտակցության հետ ավելի շատ։ Այսինքն շատ տարբեր է, համեմատելի չի։ Բայց ես իմ հետևորդներին, ինձ նամակներ գրողներին շատ հաճախ եմ ուղարկում հոգեբանի մոտ։ Այսինքն առաջին հայացքից իրենք զարմանում են, անսպասելի է լինում, երբ որ իրենք հարց են տալիս ինձ, ու ակնկալում են, որ ես պետք է ասեմ գնա հոգեվորականի հետ խոսի, բայց ես հասկանում եմ, ծանր լուրջ հոգեբանական խնդիր կա։ Քանի որ անցել եմ հոգեբանություն, ուսումնասիրել ու սիրում եմ հոգեբանություն ու ինքս էլ ունեմ հոգեբան, ես պարբերաբար կարողանում եմ հասկանալ, որ դեպքում ստոպանենք։ Չէ, ոչ, հիմա կներողություն։ Այո։
որ դեպքում պիտի մարդը հոգևորականի հետ խոսի, իսկ որ դեպքում պիտի մի քիչ հոգեբանի հետ աշխատի, հետո նոր գնա հոգևորականի մոտ։ Զուտ տրավմայի խնդիր է եւ ենթագիտակցական տրավմայի խնդիր է, այդքան հոգևոր խնդիր չի։ Շատ հետաքրքիր է, որովհետև դու դրա մասին ես շատ խոսում, որ համ բժշկությունը, համ հոգեբանության մասին, որ ոնց որ դա ամեն ինչը ընկնում է նույն քրիստոնեական լոգիկայի մեջ, որ մարդը պետքա իրան հետևի, պետքա առողջ լինի ամեն կողմից, այդ առաջնահերթ։ Ես մի դասախոսություն ունեմ, բարբերաբար տարբեր ընկերությունների, կոլեկտիվների, տարբեր խմբերի համար խոսում եմ ու մեծ պահանջարկ ունի այդ դասախոսությունը, իսկ մեծ պես կորպորացիաներ են հրավիրում, որ իրենց ստաֆի համար ես դա խոսեմ, ու դա կոչվում է առողջության եւ առողջ ապրելակերպի եւ քրիստոնեության խաչմերուկում։ Մանավանդ մեծ պահքի ընթացքում է դա շատ ակտուալ, մենք նեղ խոսում ենք ծխախոտի, հոգևոր ճանապարհների մասին, ավելի առողջ լինելու, առողջ ապրելակերպով ապրելու եւ դրա էֆեկտը եւ դրա քրիստոնեական արժեքը։ Եվ այո, առողջ ապրելակերպը ինքը առաքինություն է, մեր մեղքերի մեծ մասը փոխկապակցված են առողջ ապրելակերպի հետ։ Իրարացա, տենց էլ կա։ Մեղքերի մեծ մասը, այսինքն առողջ ապրելակերպով չապրելու, հա? Այսինքն եթե դու վերցնես մեղքերը, իրանց մեծ մասը նաև քո մարմնին է վնասում։ Շնությունը մեղք է։ Ճիշտ է։ Թողմաս, բայց մի հատ նենց ուրիշ հարց է ուզում տայի քեզ։ Էջմիածինը բոլորս գիտենք, որ սուրբ վայր է, հա։ Ինձ հետաքրքիր է դու ոնց ես գնում Էջմիածին։ Տրանսպորտով, թե տաքսիով, թե քո մեքենայով։ Ես մեքենա չունեմ։ Bentley չունեմ։ Հայտնի կարծրատիպի, բայց ես վախենում եմ պատկերացնել, թե իմ հարևանները իմ մեքենայի չէ, իմ ավտոպարկի մասին ինչ կարող են մտածել, որովհետև երբ ինձ հրավիրում են տարբեր տեղեր, ես մի հենց ռայդերից մեջ մի կետ կա ընդամենը, քանի որ ես չեմ վարում մեքենա, միշտ որ հրավիրում են հարցազրույցի կամ ինչ-որ այցելության, ես միշտ ասում եմ մեքենա ուղարկեք, հա, սիրով կգամ։ Ու այդպես կարող է ստացվել, որ մի օրվա ընթացքում մի քանի մեքենա կան, որ այդ մեքենաները ծայրահեղորեն տարբեր են։ Մի դեպքում դա կարող է լինել ինչ-որ Opel, մյուս դեպքում կարող է լինել ինչ-որ շատ, ես հարաբերաբար վերջերս մեքենաները գույներով էի տարբերում, դրա համար այդպես շատ առանձնապես մակնիշներ չեմ ասի, բայց լավ, շատ լավ մեքենա։ Ու լինում է այդպես, որ ինչ-որ էլեկտրոմեքենայից մեկ էլ դու դուրս ես գալիս կապայով ու ֆիքսում ես այդ հայացքները, որ տեսակ ինչ մեղմ հետևնել նստած էր, վարորդ ունի բան, բայց չէ, ես շատ գոհ եմ իմ հեծանիվից, ես դա շմեի նախքան այն քանդադարավ մեյնսթրիմ եւ քաղաքական PR-ի միջոց։ Հիմա հարցը մոռացա։ Ես իմ հարցը հետևյալն է։ Ոնց եմ գնում։ Այս հենց ձեր այս տաղավարի կողքը կան տաքսիներ։ Բարբերաբար դրանով եմ գնում։ Այդ մասին է ուզում մի փոքր։ Կներեք էլի, որ ոդքասթը սարքեցի իմ կոմֆորտ զոնա։ Ուղղակի ես մի հատ մեծ խնդիր եմ նկատել էլի Էջմիածին Երևան այդ երթուղին շատ վատ է աշխատում, թե տաքսիները, թե տրանսպորտը։ Ու գնալու գալու խնդիր է էլի, բարձր Էջմիածին։ Գովաս չանեմ, բայց ես չեմ դժգոհել երբևէ տաքսիներից կոնկրետ։ Իրանք աշխատում են, չէ, ժամերը նորմալ աշխատում է, բայց չկա կառույցը, էլի, որ դու գիտես նստեցի։ Ինչի կառույցը կա մեր երկրում։ Դե վերցնենք այն, որ նորմալ չի, որ տենց տաքսիներ կան։ Դե օրինակ ես որ Դիլիջան էի ապրում, ես GG շատլից էի օգտվում։ GG-ն ավելի բարձր։ Ես շատ հարմար։ Տավուշում 4 տարի եմ ծառայել ու Երևան Իջևան իմ տրանսպորտից ամեն շաբաթյա էր։ Հա, պիտի ես ավտոստոպ էի անում առաջ շատ։ Ես ջալվախ շատ եմ գնաց ավտոստոպով Հայաստան ապրում։ Շատ լավ ծանոթություններ եմ ձեռք բերել ավտոստոպների։ Հիմա այդքան չեմ անում, բայց երևի պիտի վերսկսեն։ Շատ կայք զգացում եմ։ Ունես հետաքրքիր մարդկանց ես հանդիպում եմ շատ։ Ոնց որ ոչ մեկ պարտավոր չի քեզ վերցնի, բայց այն մասը որ քեզ կվերցնի, հետաքրքիր է։ Ինքնստինքյան օրինակ որ տաքսի ես նստում, հիմա արդեն քիչ-քիչ քչանում է այդ բանը, որ տաքսիստը սկսում է միանգամից զրուցել, բաներ պատմել, հիմա արդեն այդ մշակույթը։ Ես սկսել եմ ինքս այդտեղից խոսել։ Այդ ռուսները փոխեցին, ռուսները փոխեցին այդ մշակույթը, որ քիչ են խոսում։ Սիրում էի զրուցել բարբերաբար վարորդների հետ։ Իսկ երբ որ ավտոստոպ ես անում, արդեն նորմալ չի, չէ, ավտոստոպի ժամանակ նստել հետևը նարաշնիկները դնել։ Արդեն ինքնստինքյան պիտի խոսես, ու շատ ջերմ զրույց էր ծավալվում։ Ես ավտոստոպով Թբիլիսի եմ հասել, ու ընդ որում ես ավտոստոպ եմ արել այդ ադրբեջանական
գյուղերում ադրբեջանաբնակ ամբողջապես այն ժամանակ ես շատ չէի ֆիքսել որ այդտեղ 17 գյուղ իրար հետևից ադրբեջանաբնակը մինչև գրեթե Մարնեուլի լրիվ ու այդ ադրբեջանաբնակ գյուղերի մեջ ես ուրեմն քայլում լավ ընկերոջս հետ էի ու շատ մութ արդեն վրա էր տալիս ոչ մի մեքենա չէր կանգնում մենք արդեն զգում էինք որ խնդիր ենք ունենալու մենք էլ արդեն վախենում ենք կանգնեցնել որովհետև մեքենաները Ադրբեջանի դրոշով բրիլող այնտեղ արդեն հոգեբանական էլ է մի քիչ մի անգամից այդ իրենց ագրեսիան բան դու հասկանում ես նախ թե ինչ հսկայական ագրեսիա կա ու ինչքան տափակ են այդ խոսակցությունները ադրբեջանցիների հետ ճանապարհներ բացել ընկերություն անել տոտալ ատելության մթնոլորտ է մեր նկատմամբ ու տասնապատիկ քան մեզ մոտ 10-100-ապատիկ ագրեսիա սիստեմատիկ է մենոց սիստեմատիկ ոչ միտեղ չի դրվել հետո վերջում հանդիպեց մի վրացի մենք դեռ չենք հասկացել ինքը ինչ ազգության ամենայն դեպս ոչ մի դրոշի բրիլոկ չկար ու մենք այդպես ասում ենք կարող եք մեզ հասցնել մինչև Թբիլիսի ինքս նայում եմ ռուսերենով այդ լավ акцентով ասում եմ այսինքն как так просто подвести ասում ենք да ասում եմ нет ու ընկերս շատ վրդոված ասում է почему потому что мы армяне ու ինքս sense տորնակ sense նայում ասում եմ нет потому что я такси ու մենք այտենց հասկանում ենք որ մենք տաքսով արորդին կոնկրետ համոզում ենք որ ինքը մեզ անվճար տանի Թիֆլիս հետո բայց հասանք ու ես շատ սիրում եմ ավարտ դնենք ես Էջմիածին Երևանը ասեի բրծնեի Չես քանի վարորդներից ասացինք ես ասեմ էլի վարորդների հետ եթե դուք կանգնում եք ինչ որ խանութի մոտ առաջինը հին տրադիցիա է միշտ մտնում եք խանութ վարորդին մի հատ դուետ կոֆե վերցրեք երկրորդը ձերոտ մի կա մի հատ հյուրասիրեք ու ես խոստովանում եմ դուք լրիվ կփոխեք ձեր կարծիքը տաքսիստների մասին ավտոյի մեջ այդքան հոգն է վերջես լսել վարորդներ դուք էլ մի ծխեք մեկ էլ մեքենայի մեջ իմոտ մեծ լավ միշտ բանը փորձա տաքսիստներից ես առաջինը ինքս եմ սկսում խոսալ իրանց հետ սորաբար շատ հանգիստ անցնում ու միշտ եթե ինչ մոտս մանկա հյուրասիրում շուտկեքից եմ այդ հասկացել ես նախկինում քաղաքականությունից էլ էի սիրում զրուցել տաքսիստների հետ ու վերջերս ֆիքսել եմ մի բան ասում եմ մեր երկրի վիճակը այնքան վատ է որ նույնիսկ տաքսիստները չգիտեն թե ինչա լինելու եւ ինչ անել այդ որոշակի երբ որ տաքսի վարորդները չգիտեն այդ արդեն կատաստրոֆա որովհետեւ իրենք ժողովրդի հետ շատ շփվող մարդիկ են իրենք բավականին լավ պատկերացում ունեն ու որպես կանոն իրենք տենց պատկերացնում էին ինչա լինելու հիմա մեկ էլ այս մարդիկ ասում են չգիտեմ չէ այս քաղաքականությունից չգիտեք ուրեմն արդեն վախենալու է հույսներս դուք եք ժողովուրդ վերջացա թեման Էջմիածին մասին Էջմիածին Երևան տրանսպորտը խնդրում եմ բարելավել ես հետո Կոկարտիկով ամեզ նայ։ Խնդրում եմ հնարավորության դեպքում չհանձնել Էջմիածինը, այդ ճանապարհից մի կտոր չհանձնել ու չասել դե տես լորիով գնացեք։ Շատ ախր չես պատկերացնի, սպասում ես Էջմիածինում, այդ տրանսպորտը լցվում է միջև վերջի մարդը նստում է, նոր շարժվում են այդտեղից ու միջև Երևան դե պատկերացրեք ինչքան իսկ աշխատում է տենց խնդրելը, կարող ենք օրինակ խնդրել գնացեք ու մեկ էլ գնա, չէ՞ ինչ որ ռադար կա տեղ։ Եթե խնդրում ես նորմալ վախեցրիա Հա, չէ, կայքիվները կանավոր են, բայց եթե ռադար ունեք, ասեք։ Լավ, բանա, ես մի հատ թեմայից եմ խոսել, որ ինձ շատ դզեց, որտեղ ես մենակ քեզ ինձ եմ լսել, ու ես ժամանակին փորձում եի դրա մասին կատակ գրեի, ու ինձ ահավոր էլի նյարդացնում է։ Դու մի հատ, չեմ հիշում, կարծեմ Դավիթի հետ էր հենց, որ ասել էիր, որ մի հատ անուն է հերել այդ բիչոկ գցողի, ու մենք ամեն ինչ ոնց որ իր վրա ենք գցում, որ ինքն է ամենամեծ խնդրեմը։ Ես միշտ sense բան էի բացատրում, որ ես նույնիսկ ելույթ եմ ունենում ու ամեն անգամ մի 20-30 հոգի զալում կա։ Ես միշտ ասում եմ, ով է համարում, որ զիբիլ թափելը լավ է։ Իհարկե ոչ մեկ ծափ չի տալի։ Իհարկե, տես մարդ չկա, որ համարում է, որ զիբիլ թափելը լավ է։ Ես ես ասում եմ, իսկ ով կարա վստահաբար ասի, որ իր պատճառով երբեք զիբիլ չի հայտնվել փողոցում։ Էլի ոչ մեկ ծափ չի տալի, որտեվ բոլորը ինչ որ պահին գալիս է, որ այդ զիբիլը ընկնում է։ Իսկ այդ միֆիկ մարդիկ, որոնք քայլում են ու այչուտա զիբիլ են թափում, իրանք նույնիսկ եթե կան շատ փոքր մասնիկ են կազմում։ Ինչ ես տենց ասում։ Շատ են։ Չէ, հենց դա քեզ թվում է։ Այդպես չի։ Նայեք, մաքուր տեղում աղբ գցելը շատ բարդ է։ Հա։ Շատ հեշտ է գցել աղբ, երբ որ այդտեղ արդեն մի 10 հատ աղբ կա գցած։ Հա։ Ահա, այդ նշանակում է, որ եթե քաղաքը մաքրում են, մարդիկ նույնիսկ եթե պարբերաբար գցեն էլ այդ աղբը,
քաղաքը ընդհանուր առմամբ մաքուր է լինելու։ Այսինքն տեսեք ինչ նախնդիր է, երբ որ մարդը քայլում է, տեսնում է մաքուր տեղ է, կողքնել աղբաման կա, ինքը գիժ չի։ Հա, օքեյ, Երևանում գժեր կան։ Մենք դա համոզվել ենք, իրենք բավական լուրջ, ուղղակի իրենք լուրջ պաշտոններ ունեն, ոտով չեն քայլում, էլի, մեր երկրում իրենք հա, այո, կան մարդիկ, որոնք կոնկրետ sense տանեն աղբամանի կողքը աղբը կդնեն, կան այդպիսի մարդիկ, բայց իրենք եղանակ չեն փոխում քաղաքում։ Իմ մոտ հակառակ տպավորություններ ունեն։ Բայց երբ որ աղբամանը այնքան է լծված, որ էլ տեղ չկա, հա, մարդը տանում է կողքը գցում է։ Կամ երբ որ դու քայլում ես փողոցով, մի րոպե ես քայլում, 2 րոպե ես, 10 րոպե ես քայլում, ու աղբաման չես գտնում։ Շատ մարդիկ այո, աղբը գցում են գետնին, ասում են, կան իմ ու ձեր նման ճակերտներում եմ ասում, տենց գժեր, որոնք կարա մի կես ժամ աղբը ձեռը քայլեն, մինչև միտեղ գտնեն, տուն տանեն։ Բայց հա, մենք քիչ ենք։ Ես օրինակ միշտ այդ օրինակն եմ վերում։ Ես մի անգամ քայլում էի ու մի հատ խանութի դիմացը մոխրաման էր, ու ես ուզում էի սիգարետ գցեի մեջ, ու դուրս ա գալի, ասում է մի գցի, էսի դրա համար չի։ Ասում եմ, բա ինչի համար, ասում եմ overstates գնում է իրանց համար։ Այո, դա էլ շատ կա։ Ասում եմ շատ լավ է։ Ես գցում եմ հենց դիմացը ու քայլում եմ այն կողմ։ Ու հետո քայլում մտածում եմ հիմա մարդ անցնի կողքով, տենա այդ բիչոկը հենց մոխրամանի դեմ դած, ասի, «Էս սուպեր է, էլի, էս կողքը»։ Բիչոկը այդքան չէ, մեկ-մեկ նեղվում են, որ մեծ օրինակ բիչոկների համար, գլանակների համար նախատեսված աղբամանում ինչ որ շիշ է գցում, այդտեղից կարող է չներվում։ Բայց ես հականում եմ, որ փակում են դիմացի հատվածը, որ չկարողանաս բան։ Ես քեզ իմ տրամվա։ Բայց էլի շատ ծոլության դրսևորում ա, ինչ որ ագահության ժողովուրդ, մի անգամ ավել կթափեք աղբը, մի արեք այդպիսի բան, այն որ այստեղ ուրիշ հարց է, այդ ռոպագանդան որտեղից է գալիս, այդ միտքը հանճարեղ, որ այ դուք աղբը գցում եք, այդ նույնիսկ առաջի դեմքով բարբերաբար ասում է, ես գնացի Վիեննա կամ չգիտեմ ուր եւ տեսա որ Վիեննայում նորմալ քաղաքապետ կա, որը օրինավոր ընտրվել է, բյուջեն չի լափում ու նորմալ մաքրում է այդքան, ինա դա լալա, դուք կարողացեք Վիեննայի քաղաքապետարանի նման աշխատեք, այդ լրիվ չոտկի արել էիք ամբողջ փողոցները սալարը փայլում էր, մենք էլ գլանակ ենք գցում, այսին ժողովուրդա տարեք, մեկ-մեկ որ խոսում են, նորմալ քաղաքական գործիչները այսօրվա, այնպես ինչ որ մունատ կա այս ժողովրդի նկատմամբ, ոնց որ շատ ուզում են տենց բարբերաբար հումորիստներն ասում են կարող է Չինաստանից նորմալ կուլտուրական ժողովուրդ բերեն։ Բնական է, իրանց մոտեցումը տես կերնի, որ մենք քանի իրար հետ ենք կռվում, իրանց վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, իրանց իհարկե դա ձեռը տալի։ Իսկ այդ քո ասածը ինքը իհարկե դրա մասին էլ երևի գիտես բանը, այդ ջարդված պատուհանների թեորիան, որը հենց Նյու Յորքում կիրառվել է։ Ստուգել են 1000 անգամ արդեն, որ Նյու Յորքի քաղաքապետը եկավ ու իրան պետք էր մետրոպոլիտենը դարձնել ավելի անվտանգ տեղ, որտեղ ինքը կեղտոտ էր, վտանգավոր էր եւ այլն եւ այլն։ Ըստ էության չի հաջողել։ Ինչ որ պայն հաջողվել էր։ Իրանց մոտեցումը այն էր, որ եթե փողոցում կա մի հատ ջարդված պատուհան, ինչ որ ժամանակ հետո բոլոր պատուհանները ջարդված են լինելու։ Ճիշտ է։ Ու հազարավոր էքսպերիմենտներ են արել։ Նույնիսկ գիտես ինչ կարգի, պատա, ասենք թե, ու պատի մոտ ոչ մի զիբիլ չկա, պարկովկա է։ Ու հետևում են որ քանի մարդ զիբիլ կգցի։ Ու ոչ մեկ չի գցում, բայց թե պատի վրա գրաֆիտի լինի, կսկսեն գցել, որտեղ ինչ որ անկարգության տրամաբանություն է ստեղծվում։ Ոնց որ դրթես դրան էլ, որ դեպի անկարգ։ Այդտենց հոգեբանական բաներ են, որոնք ոչ հայության հետ կապ ունեն, որ ասում են, այս հայերն են ասած։ Առաջինը մենք ամենակեղտոտ քաղաքում չենք ապրում, շատ ավելի վատ դեպքեր կան, հələ մեր բախտը բերել է, որտեղ բավականին գիտակից մարդիկ են հələ մի բաներ։ Բայց մենք սիրում ենք մեր հայրենիքը, այնուամենայնիվ, այս այնուամենայնիվ բառը ցենց ключевой-ն է այստեղ, հա։ Մարդիկ Հայաստանում բավականին գիտակից են։ Մենք ունենք բավականին լավ երիտասարդություն, որոնք միշտ պատրաստ են կամավորագրվել։ Այսինքն քիչ է այս կարծիքը հնչում վերջերս, որ մենք վատն ենք, մենք ազգ չենք, մենք զզվել ենք ու միշտ այդ խոսակցությունների վերջում ասում են դե մենք արժանի ենք, չէ, մենք արժանի չենք այս իշխանությանը։ Շատ հաճախ այս ժողովրդին ասում են դե ամեն ազգ արժանի է այն իշխանությանը, որը ունի։ Այդպես չի, մենք արժանի չենք այս իշխանությանը, մենք լավ պահպանված ազգ ենք, մենք շատ յուրահատուկ դիմագիծ ունեցող ազգ ենք, մեր լավով ու վատով, երբ որ մենք նստում ենք արդեն համեմատության հետ, մյուս ժողովուրդների, մյուս ազգերի հետ, գիտեք, արդար ցասում կա այս ժողովրդի մեջ։ Այնուամենայնիվ, ես մեկ-մեկ ասում եմ, հիմա խոսում են, չէ, Արցախը ուրացել եք։ Չէ, ժողովուրդ, այնուամենայնիվ այս մարդիկ ընտրվել են երկրորդ անգամ, որովհետև գոռում էին, որ իրենք Շուշի ու Հադրութ են դեօկուպացիա անելու։ Իրենք Արցախ ուրանալով չընտրվեցին, իրենք այնուամենայնիվ ռազմահայրենասիրական ինչ-որ բաներ խոսեցին, որ էլի կարողացան խաբել բերել ու հետո նոր հանձնել ամբողջական։ Այսինքն մեր ժողովուրդը բարոյա գիտական յուրահատուկ ընկալում ունի, բայց
ապրում է ամենօրյա ստրեսի մեջ։ Ու քանի որ մարդկանց միշտ ստրեսի մեջ են պահում, ահռելի ստրեսի, ու ամեն առավոտ դու զարթնում ես ստրեսից, ամեն առավոտ դու զարթնում ես մի հատ ահավոր բան ա եղել, սարսափելի։ Հիշում ես դու ասում էի, որ Telegram-ից շատ անհամակ գալի, մտածում ես պատերազմ է։ Ես ամեն անգամ որ տենում եմ 50-ից ավել բան ամոթս Telegram-ից, ստացվում երևի պատերազմ է։ Ու այդ վիճակում մարդիկ երբեմն adekvat բաներ չեն անում, մարդիկ երբեմն հոգեբանական վախերով են առաջնորդվում ու սխալ ընտրություններ են անում։ Երբեք էս չի։ Այսինքն այն որ մարդիկ գնում են էլի իրենց են ընտրում, դա շատ հոգեբանական բարդ խնդիր է ու պետքա հասկանալ ինչ կարգի հոգեբանական խնդիրներ ունի մեր ազգը, որ այս ամեն ինչը տանում է։ Դե մենակ հոգեբանականը չէ, էլի ֆինանսականն էլ է երևի տանում դրան։ Չէ, գիտեք, սա լուրջ հոգեբանական խնդիր է։ Մարդիկ տրավմա են ստացել։ Գիտեք 18-ից հետո խաբվելը լուրջ տրավմա էր։ Երիտասարդությունը ինչի է այսօր կոտրվել։ Ես լավ եմ հիշում, որ մեր օրինակ իմ papai սերունդը իրանց մեծ մասը միանգամից վատ էր վերաբերվում այդ ամեն ինչին։ Բայց ես հիշում եմ ընկերոջս ծնողները օրինակ իրանք ասում են էս ահավոր է լինելու, էս շատ վատ ընտրություն է, բայց գոնե երիտասարդությունը կսովորի ընտրություն կատարել։ Իրանց ձենը բարձրացնել։ Երիտասարդությունը հիմա ահավոր ստրեսի մեջ է, ինքը հուսախաբվել է ու երբեմն չի ուզում այս մարդկանց մասին վատ բան խոսա, որովհետև երբ որ քննադատում է այս մարդկանց, իր ենթագիտակցության մեջ տպավորություն է, որ այդ ինքը Իրանն է, որովհետև ինքը փողոցին պարկել է, ինքը վիզա դրել ու ինքը հիմա չի ուզում ընդունի որ ինքը սարսափելի սխալ է, ինքը չի ուզում հասկանա որ այդ իր փողոցը պարկելու ու այս 5000 տղերքի զովելու մեջ ինչ որ շատ հեռու է տրամաբանական կապ կա ու ինքը այդ կապից զարհուրում է դրա համար այսօր ոչ մեկ ժողովրդի մեջ Նիկոլ չի պաշտպանում այլ ուրիշ թես կա քաղաքականությունից մի խոսեք դու հոգևորական ես հեռու մնա մի խոսա այսօր ինձ անդադար այս ինտերվյուի տակել գալու են մարդիկ ասելու են մի խոսա քաղաքականությունից ասելու բայց ես շատ ուրախ եմ որ դու խոսում ես բայց ես երբեք քաղաքականությունից չեմ խոսում բանկ մի հատ ես ասեմ որ մենք երբեք չենք խոսած այս քաղաքականությունից ես առաջ անգամ մի հատ ես ուղղակի այդ կարճ ասեմ որ ես չգիտեմ նվեր մենք քո հետ ենք հազվադեպ ենք խոսում քաղաքականից բայց դու գիտես ես ոնց եմ վերաբերվում ես համարում եմ որ մենք այն բաղում ենք որտեղ շատ կարևոր է որ բոլորը իմանան դու որ դիրքերում ես ու դրա համար ես հələ մի կողմ ուրախ եմ որ մենք ստեղ կանենք մի քիչ այդ քննարկենք ես քաղաքականությունից երբեք չեմ խոսում ես խոսում եմ բարոյագիտությունից արժե համակարգից հիմա ինչն է մեր կյանքը քաղաքականություն է այսինքն ինչ են ասում են ոչ մի լուրջ թեմայից մի խոսեք այն ամենից ինչը վերաբերում է մեր առօրյա կյանքին մեր հոգսերին մեր խոսեք եղանակից խոսեք ինչ կատակարեք կոկտեյլից խոսեք թատրոնից էլ մի խոսեք, որտեվ կարող է գոյ թատրոնին անդրադառնալ, իսկ դա քաղաքական չէ։ Անդրադարձի մեջ չխնդրում։ Դե ես սովորում եմ թատերական ինստիտուտում, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, դուք տեսեք ես հիմա ինչ ասեմ։ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոսը իմ լսարանում պնդում էր, որ գոյ թատրոնը փակվել է, որովհետեւ դա հակապետական թատրոն է։ Ինչ որ փաստարկներ Ոչ մի փաստարկ, հետո ինքը ներողություն խնդրեց, ասաց, որ ի նկատի ուներ ոչ թե հակապետական, այլ հակաիշխանական, ստեղ իհարկե տարօրինակ է, թե ինչի պետք է թատրոնը փակվի հակաիշխանական լինելու համար։ Ինչ նախանգարում, թողել մի հատ։ Ներկայացում էին բեմադրել նժդեհ էին բեմադրել եւ բան քաչ նազար էին բեմադրել գժական գործ էր շատ գժական հիմա ում խնդիրն է որ երկրի առաջին դեմքը գալիս է քաչ նազարը նայում այդտեղ Իրանն է տեսնում իրա կնգանը զուգ ընկերուհուն է տեսնում ու հուզվում է հիմա սա ում խնդիրն է քաչ նազար բեմադրողի գրողի հետո դու փագես թատրոնն թե վիրավորվողի այսինքն եթե դու քաչ նազար ես նայում քեզ ես տեսնում իսկ գուցե այդ կինտոյի գլխարկը հանես գուցե պերաշկի չուտես ճենճոտ բան Facebook-ում մտնես կծրբես կարես պարկար հայաթու որ ինչ որ բան էի գորու խոսքի դեբիլ ասենք թե դու ֆորմերես մեր հետ ես ասում ես խիդու տես տղա ես որ մտածում ես ահա էլի դու եկես ագոյի թատրոնում ներկայացման իհարկե շատերի հետ մտերիմ եմ ինձ մի պա դուրս չեկավ ես ինչու շատ հանրային չպաշտպանեցի ինձ մի պա դուրս չեկավ որ իրենք էլ մտան այդ մի քաղաքականացրեք դիրքի մեջ հետո հասկացան որ դա ոչ միտեղ տանող ուղի չի ու էլի ինչի հետ ես որ մի քաղաքականացրեք
այդպեսի մի քանի անգամ եղավ, որ այս խնդիրը քաղաքական խնդիր չի, ինչ որ sense արտահայտություններ ավելի մշակութային Ես մտածում եմ իրենք փորձում էին խուսափել Լսի, ես ամենասկզբից եմ հիշում կոնֆորմիստներին չեմ սիրում։ Ես կոնֆորմիստ չեմ ու չեմ սիրում, երբ որ մարդը փորձում է ինչ որ եզրեր գտնի։ Հիմա գիտեք, երբ մարդը մտնում է Facebook-ում քֆուր է գրում, ու դու էլ մտնում ես չհայհոյելուց ես խոսում, ու քեզ ասում են քաղաքականությունից ինչ ես խոսում, իմ մոտ sense մի տեսակ օկ, բայց ոչ մի ես նախ քաղաքականությունից չեմ սիրում խոսել, չեմ հասկանում առանց առասարակ երևույթից ես խոսում, ես այդ որ ասում են քաղաքականության բաց բաղում կողմասը ոչ մարզպետի ընտրությունների եմ մասնակցել, ոչ Գյումրու համայնքապետի ընտրություններին 4-րդ համարով առաջադրված էի։ Ես քաղաքականությամբ զբաղվեի, ես կառաջադրվեի, ես վստահ եմ, որ որտեղ էլ ես առաջադրվեմ, ես իմ ձայները կարող եմ հավաքեմ, բայց ես չունեմ դրա հետաքրքրությունը, ես ընտրությունների այս փուլում չեմ մասնակցելու։ Քաղաքականությամբ զբաղվելու համար ես չունեմ հիմա հուզական առողջություն։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Այդ իմը չի, այո, քաղաքականությունը իմը չի հիմա։ Էկոց մուսոր, ես չգիտեմ։ Քանի մենք ստեղ ենք, ես պետք է դրա մասին ասեմ, որտեղ էլի հարցեր են առաջանալու նրա մասին, որ հիմա շատ մենք տեսնում ենք ոնց է շատ ուղիղ հարցակում գնում եկեղեցու վրա։ Ես ոչ մի ցանկություն չունեմ դրա մասին խոսելու, ուղղակի շատ པարզ պատճառով, որտեղ երբ որ fail արած ամեն ինչում մենեջերը հարցակում է միակ կայացած ինստիտուտի վրա Հայաստանում Ես ստացամ, որ դրան իգնորից բացի ոչ մի բան չի հասնում ու ես չեմ էլ ուզում քննարկեմ, որտեղ ահավոր սրտխառնոց է մոտս առաջանում այդ փաստից ուղարկի։ Ու մենք եկեղեցու դեմ պայքարելը այդ նույնն է, որ թքես երկինք։ Այդ թքի։ Այդ նկատի ունես ինքնելու վրա եկեղեցու վրա հաստատվել այդ ազգային ինքնասպանությունն է մեր դեպքում ու ձև չես կարող։ Ժողովրդի մեջ չկա եկեղեցու դեմ, այսինքն մի քանի կարմիր գծեր չիմացող մարդիկ են, այդ այսինքն այդ մի հատ այս կարմիրից չկա, որ իրենք չեն անցել եկեղեցին վերջին, որ sense փորձում են հավաքել իրար վրա այս N1 ու սարքում են մի հատ sense մեծ գլոբալ խնդիր ու դա տալիս են ժողովրդին։ Հեսա տեսեք ինչքան մեծ խնդիրներ կան։ Բայց իրանք կարային չհավաքեին այդ խնդիրները, բայց իրանք գիտեն որ պահին հավաքեն, որ պահին տան ժողովրդին։ Այստեղ ուրիշ բան, հա, ես ես մի անգամ եմ խոսել, բայց շատ ուզում եմ սա էլի ձևակերպել, այս քանի օրն եմ անդադար դրա մասին մտածում, տեսեք, կան դուք էլի շատ ակեցիք 7 մահացու մեղքեր։ Այսօր Հայաստանում տեղի է ունենում 7 մահացու մեղքերի ռեբրենդինգ։ Մեղքերը բրենդավորվում են ու դուք տեսեք ինչա կատարվում։ 7 մահացու մեղքեր, եկեք հերթով հիշենք։ Հպարտություն։ Ինչ արում, հպարտ քաղաքացի, հպարտությունը դառավ հենց սկզբից որպես բրենդ, որպես մենք հպարտ ենք։ Ես հպարտ եմ, որ ես հայ, ինչով ես հպարտ, ես հպարտ եմ, որ ծնվել եմ չորեքշաբթի օրը։ Հետո այդ հպարտության մեջ ինչ կա, դա մահացու մեղք է։ Պատասխանատվություն, ասեմ, օքեյ, ուրախություն, հանձնառություն, ասեցինք այդ բառը, օքեյ։ Հպարտությունը ո՞րն է։ Պարտություն, հրեշտակների պարտություն, հենց արմատում է պարտություն բառը։ Ուրեմն դա հպարտ, հետո նախանձ, քեզ թալանել է նախանձ։ Ու անդադար նախանձ ես, ընդ որում սոցիալական արդարություն չկա այստեղ, ու չկա սոցիալական արդարության վերականգնում։ Իրենք այդ նախկինները այս վերջին մի քանի տարում իրենց հարստությունը մենակ կրկնապատկել են, երբ որ դուք նայում եք թե պետությունը չկա փող է տալիս այդ նախկիններին, դու հասկանում ես, որ ոչ մի պայքար ըստ էության չի տարվում դեկլարացիա այն մարդկանց նկատմամբ, ովքեր այո թալանել են, ովքեր օլիգարխ են եղել, որ օլիգարխը իրենց հետ է դառնում օրինավոր, այսպես ոնց այն ասում բիզնեսմեն ձեռներից օրինական ձեռներից ով էլ որ իրենց հետ չի անդադար գրգռում են ատելություն նախանձ բայց պատիժ չկա ուղղակի նախանձը շատ հեշտ է այդ նախանձի ֆոնին նաև հսկայական բարկություն են գրգռում անդադար երրորդ մահացու մեղքը բարկություն այնպես են անում որ ժողովուրդը անդադար բարկության մեջ ապրի ու միշտ այդ բարկության որևէ թիրախ միշտ կա ու իրանք միշտ ազգային ժողովում գոռում ու մունատ են գալիս չգիտես ում վրա իրենք այսքան տարի իշխանություն են բայց անդադար ընդդիմադիրի նման ինչ որ մեկի դեմ պայքարում են ախր դուք իշխանություն եք դուք ընդդիմություն չեք 7 տարի իշխանություն եք իսկ էդի բանն է այդ էֆեկտն է աշխատում որ հարցակումը ավելի լավ էֆեկտիվ աշխատում էլի սկզբում եթե հարցակվում ես բարկություն են գրգռում այդ էլ երրորդը չորրորդը տոտալ ծուլություն դրա մասին արդեն խոսեցինք բոլոր օղակներում տոտալ ծուլություն անգործության ինչ-որ ֆանտաստիկ level, երբ որ օրինակ դու դասագիրք ես փոխում սեպտեմբերի 1-ն է դասագիրքը տպած չի, ասում ես բան արեք, print արեք, տվեք երեխեքին, այ քեզ բան եկել եք մունատ եք անում, չէ, իմինո մեր ուզած հրատարակությունը պետք է գրքերը տպի, որովհետև այդ հրատարակության ղեկավարը մեր հետ կրթվելը նորաձևին գալիս լալայա անում, դրա համար հենց ինքը պետք է տպի, ու ցած որ
ուսումնական տարին բրցնում ենք չի հասցրել գրքերը տպի։ Մենք կեսը ուրիշ հրատարակության չենք տալիս տպելու, ինքը պետք է տպի։ Ու տոտալ ծուլություն։ Հա, ու ինչ հարցին, մենք տրանսպորտը կթանկացնենք, հետո կասենք դե բան պետք է անեք, ինչ անե։ Դե մենակ 100 դրամանոցներով արեք։ Ու էլի բարկություն են գրգռում։ Այսինքն նենց տպավորություններ, որ իրանք ուղղակի գժվացնում են ժողովրդին։ Տենց մեկը նստում է, ասում է դե եկեք բան անենք, ինչ անենք։ Եկեք ասենք, որ այսօրվանից բացի 100 դրամանոցից ախպեր Ուշ ոչ բան չես կարող։ Դու տնանք ինչ կան։ Բան ոչ բան չարին, всё, դե ուրեմն եկեք հիմա էլ։ Հելնենք Facebook-ում հիմա քֆուր գրենք, տնանք ինչ կանենք։ Էլի ոչ բան չէ։ Ու իրանք ասած անդադար փորձում են հասկանալ, այս ժողովրդից ասումը միջև ուր կարելի հասնել։ Մեր ժողովուրդը շատ բարի ժողովուրդ է։ Ինքը խոնար է ու դանդալոր իր սասունցի դավթի նման, բայց անսպասելիորեն են։ Ոստ ու հարվածող նրա պես Տերտեմիրճյանն էր ասում։ Էդ էլ բարկություն է։ Ու այսպես շարունակ, որ գրամոլությունը, հա, ուտել, այդ անդադար ուտելու ու մտնում ես երկրի պետական այրերի Facebook-յան edge cover ֆոտոին գրած է որտեղ հաց, այնտեղ պետություն։ Այսինքն որ Արցախը բլոկադայի մեջ այնտեղ հաց չկա, այդ էլ պետություն չի, այդ էլ երկիր չի, հայրենիք չի։ Այսինքն հայրենիքը ուտելու մասին է։ Հայրենիքը ուտելիքի մասին է։ Եթե Սանկտ Պետերբուրգը գտնվում է տարիներ շարունակ բլոկադայի մեջ, սա էլ հայրենիք չի։ դա հայրենիք չի, այդտեղ պետք չի պաշտպանել, հանձնեք բրծեք, ընկեր, ինչ եք մնացել, կգանց էս Հիտլերը լիքը ուտելիք դիտավորյալ է, հա, դիտավորյալ եւ դա պետական, էս ասեցին, չէ, հայոց եկեղեցին չի կիսում մեր պետական քաղաքականությունը, դրա համար հայոց եկեղեցին պիտի փոխվի։ Երեք ազգային ժողովից հնչած միտք եմ մեջ բերում։ Այո, մենք չենք կարող կիսել ուտելիքի մասին պետության քաղաքականություն։ Էդ է, մենի ասում։ Բղջախոհություն։ Ընդ մենք տենում ենք ուղղակի ամեն ձևի ձախողվող պրոյեկտներ, հա, ուղղակի նույնիսկ առանց ինչ որ վերցնենք իմ շատ վատ վերաբերմունքի կառավարությունը մենք տնում ենք ձախողված պրոյեկտներ մեկը մյուսից հետո ու այդ կառույցը հարցակվում է միակ կայացած ամենահին ինստիտուտի վրա, որը այսքան տարի իր մեջ ունի ամբողջ պետության, այսինքն ունի կրթական ինստիտուտ իր մեջ աշխատող, ունի գիտական ինստիտուտ, պատմագրական ինստիտուտ, սա ունի իր մեջ, սա աշխատում է, իրենք ասում են դուք վատ եք աշխատում։ Եվ ինչ թեմայով է հարցակվում։ Ինչ թեմայով է հարցակվում։ Բղջախոհության, այսինքն մահացու մեղքերից մյուսը բղջախոհություն է, սեռական բնույթի նաև ընդհանրապես պիղծ մտքեր ունենալը, երբ որ դու նայում ես այս մարդկանց գրած գիրքը, այս մարդկանց խոսույթը, այս մարդկանց հարաբերությունները, հետո երբ լսում ես նախկին կպեականն ու նաև նախկին իմ քայլական падգամավորներին, որոնք դուրս են եկել ու անդադար պատմում են, որ այնտեղ մարդիկ սեռական բնույթի կոմպրոմատներով են մնում ու դրա մասին շատերն են վկայել, ու դու հասկանում ես, որ այնտեղ բղջախոհության ցեպոչկա կա ու մեկ էլ կարա ինքը հելնի ասի դե ինքը նես չի կինս, հա, բան մենք տենց հա ու տենց բղջախոհության նաև հսկայական թեմա ամենացածունը իհարկե իր գիրքն է, որ պարբերաբար տարածում են հատվածներ, որ զարհուրում ես ոնց կարա մարդու ֆանտազիան այդքան թռնի էլի այդ սեռական դաշտում, սեռախեղված դաշտում, բղջախոհություն ու ագահություն, տոտալ ագահություն, այսինքն սենց ընդ որում անձի, հա, սենց այս կոռուպցիայից ենք խոսում, այս սարսափելի մակարդակը դու հասկանում ես, որ գործ ունես 7 մահացու մեղքերի ռեբրենդինգի հետ, որոնք դարել են պետական քաղաքական։ Այո, եթե մեր պետության քաղաքականությունը 7 մահացու մեղքերն են, շատ հետաքրքիր ինչ կես ասում ռեբրենդինգի հետ կապված։ Եվ ինքը զուտ բարոյագիտական խնդիր է։ Եվ իրենք դա անում են միտումնավոր ու իրենք անում են բավականին լավ ուսումնասիրած, այսինքն նենց չի։ Հիմա մեկ-մեկ գրում են ախր տգետ են շատ ոլորտներում, բայց այս մեդիա քարոզչության ու ռոպագանդայի մեջ իրանց օգնում են մարդիկ, որոնք տգետ չեն, ու զգում ես, որ տենց քայլերով իրենք գնում են ու նաև գիժ չեն, առողջական խնդիրներ չունեն, դա կոնկրետ արդեն դավաճանություն էլ չի, դա կոնկրետ թշնամություն է։ Դրանք երևի մենք շման ենք, լավ բաներից խոսանք մեր ազգից։ Ես ոնց որ աղոթելը գալիս է, չէ՞, արդեն sense պահելի։ Մենք ես 8 տարի Մոսկվայում եմ ապրել, ու ես որ հետ եկա, իմ մոտ նենց հետաքրքիր սկսեց ինչ որ բան կատարվել իմ հետ, որ սկսեցի նկատել ինչ որ բաներ, որոնք ես առաջ վատ էի համարում։ Իսկ հիմա ես հասկացա, որ այդ ոնց որ կոնկրետ օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի։ Քյարթու մասայի մասին։ Այդ նիշան, որ իրան գրավում են հասարակության մեջ, ամեն հասարակությունում կա։ Մոսկվայում էդի գոպնիկներ էին օրինակ,
Ամերիկայում էդի ընդհանրապես գանգստերներն են, որոնք կարան ամբողջ ռայոնը վտանգի տակ բային։ Սիցիլիայում մաֆիա։ Իսկ ես որ համեմատել այդ ամեն ինչը, դու մեկ էլ հասկանաս, որ քյարթու տղեկը հեչ վատը չեն համեմատած ուրիշ երկրների հետ։ Ինձ թվաց ուրիշ բան ես ասելու։ Իրանք ապրում են ինչ որ կոդեքսով, որը ինքը իրանով վատը չի։ Խոսքի իմ մոտ փոքր վախտանից լիքը տեղեր են եղել, որ ես շատ այսենց կերպար եմ, իհարկե շատ եմ խնդիրներ ունեցել, բայց իմ խնդիրները լուծում էին նույն մարդիկ։ Մի հատ տղա էր հայտնում, ասում էր դու անշար մարդ ես, անարդար է, որ քեզ արդարության կողմից էին գալի, որ անարդար է, որ քեզ նեղում են, դու ոչ մեկին բան չես արել, իրանք իմ հարցերը լուծում են։ Մի հատ տղա համար տվել էր, ասում էր նես չի, որ ինքը այդ համար տվել, որտեղ ինչ որ բան ունի, իսկ ինչ պետք է քաղի։ Ուղղակի իրան թված, որ անարդար է, ու ինքը իր պարտքը համար է ստենց բանի։ Գոպնիկը տես բան կյանքում չեն անի։ Ճիշտ ես ասում։ Դե ես բանակում ունեցա այդ փորձառությունը հասկանալու, որ այո, մարդիկ ոչ ֆորմալ եղանակներով հասնում են որոշակի առաջնորդության լիդերության։ Տենց թուրքերեն վատ բառ են օգտագործում բանակում, մի ախշի բան, բայց երբ որ ես գնում էի տարբեր գումարտակներ, ես զինվոր էի ու բայց շատ էի տեղափոխվում, ինչ հանգամանքներով, այդպես մի քանի զորամաս եմ փոխել, մի քանի ստորաբաժանում եմ փոխել, ամեն ստորաբաժանումում, որ մտնում էի, իսկ ես գերմանական կրթությամբ էի արդեն գնացել բանակ ու հենց ինձ ընկալում էին որպես եկեղեցական, որպես աստվածաբան, զրուցում էին բան ու ես ինչ էի անում, ես միշտ առաջինը քարոզում էի ու քրիստոնեության էի բերում այդ գումարտակի առաջնորդին։ Ու ես միշտ ֆիքսում էի թե ինչի շնորհիվ է ինքը կարողացել դառնալ առաջնորդ, ինչ հատկություններ ունի ինքը, որը իրեն դարձրել է գումարտակ նայող, ասում էին բատալյոնչիկ։ Ինչով է ինքը դառը պալկավո հասկացամ դի մակարդակով լավ տղա, հա ու դու հասկանում ես որ իրանք բարբերաբար այնպիսի հետաքրքիր մեխանիզմներ էին դրսևորում որ դրանք կարելի էր քրիստոնեականացնել բարոյականացնել ու ամբողջ գնդի վրա ազդեցություն ունենալ այսինքն երբ որ դու դարձի էիր բերում գունդը նայող լավ տղուն երբ որ ինքը սկսում էր հավատալ ամբողջ գունդը փոխվում էր։ Ես գնդում աղոթքը արմատավորում էի ոչ թե սպայական անձնակազմի միջոցով։ Դե եթե սպայական անձնակազմով ես ուզում դա անել, լավ, դժվար անեն, էլի բանակ որ գնում եմ ինքնստինքյան այդ բառապաշարը գալիս է, բանակում ասում են թամամը պահում։ Իսկ աղոթում ես, պետք է աղոթես, կանգնում ես, թամամը պահում ես, ամեն գնացինք ներս։ Բայց երբ որ զինվորությունը ներսից է որոշում, որ աղոթքը պետք է անի, դեռ դու անկարծ տեսնում ես լուրջ քրիստոնեական կյանք։ Էդ էլ փակ կյանք է։ Ես մեկ-մեկ պոստում մանավանդ ասում եմ ոնց որ վանական միաբանություններ ձևավորվեն, որովհետև տենց արտանանում էինք, աղոթք էինք անում, սուրբ գիրք էինք կարդում, դիրքերում շատ հետաքրքիր հոգևոր կյանք կար, բայց բան կա։ Քո հետ շատ հետաքրքիր կլներ ծառայելը։ Շատ թրցնում էի ժամերը, հա։ Բան կա, հիպոթեզ կա, որը ոչ մի ձև հաստատված չի, բայց ինքը հետաքրքիր ձև է նայելու աշխարհի վրա, որը կոչվում է խմբերի էվոլյուցիա, որը դիտարկում է հենց ոնց են յուրահատուկ հասարակության համար ինչ որ հատկությունները դառնում ավելի ոնց որ ուժեղացնում է հասարակությունը։ Ինչ դրան եմ ասում, բայց իմաստը այն է, որ ասենք թե հին ժամանակներում կարող է կային կրոններ, որոնք պահանջում են քեզից ընդհանրեն դու սաղոր ծառի տակ պարկես ու երազես։ Բայց այդ կրոնի շուրջ համախմբված հասարակությունը չի կարողանա դիմակայի մարտահրավերներին։ Իսկ քրիստոնեությունը հենց ինքը ցույց տվեց, որ ինքը ուժեղ համախմբող է, որովհետև դժվար ճանապարհն է ուժեղ համախմբող է։ Այսինքն քրիստոնեական հասարակությունները հաղթահարեցին ամբողջ աշխարհում մեկ։ Մի հատ կոմիկ կա Լուիս C.K. ինքը շատ լավ ասում է, եթե դուք մտածում եք որ քրիստոնեությունը չի հաղթահարել, մի հատ հիշեք որ տարին է այսօր։ Ում ծրուդից եք մեկ կա։ Քրիստոնեությունը ունեցել է ունի հսկայական ազդեցություն եւ ինքը կրոնա, որը բնական է որ պետք է հաջողեր, որովհետեւ ունի բավականին ռացիոնալ փաստական, այսպես հիմք, նաև այսինքն ինքը կրոնավորը հարցեր չի վերհանում, ինքը ունի պատասխաններ, օրինակ բուդդիզմի մեջ հարցեր կան, փիլիսոփայության մեջ հարցեր կան, փիլիսոփայությունը լավ հարց տալու արվեստ է։ Իդեպ լավ հարց տալը լուրջ արվեստ է ու դուք բավականին կարողանում եք դրա մեջ հաջողել դեպ, բայց հիմա քրիստոնեությունը եկավ պատասխաններով։ Ինքը եկավ, գիտեք, երբ որ Քրիստոս խոսում էր Պիղատոսի հետ, այնտեղ մի հատված կա, դեպ միակ դեպքն է, Քրիստոս հարցը ուղղակի չի պատասխանում։
Հիշում եք Պիղատոսի որ հարցնա Քրիստոս Չէ։ իգնորանում, ուղղակի ոչ մի պատասխան չի տալիս։ Չէ։ Պիղատոս, երբ որ Քրիստոս խոսում է ճշմարտության մասին, Պիղատոսն ասում է, իսկ ինչ է ճշմարտությունը։ Ու Քրիստոս չի պատասխանում։ Մեկնաբանություններ կան, որ ասում են Քրիստոս չպատասխանեց, որովհետև ճշմարտությունը ինչ չի, ով է։ Քրիստոս ասում է, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, Դու ես եմ նայում ես ճանապարհը։ Բայց այստեղ ուրիշ պետք է հասկանալ, որ այս հարցը խիստ հռետորական էր։ Ու այդ ժամանակներում ամբողջ կրոնական դաշտը առաջին դարձ շատ հիասթափության մեջ էր։ Ինչ է ճշմարտությունը։ Ճշմարտություն, ինչ է ճշմարտություն։ Այսինքն ինչ որ ինտոնացիա կարես հարցին։ Ինչի է ինքը կարևոր։ Ինքը հռետորական ուղղակի sense միտք էր ավելի շատ, էլի, հա։ որտեղ բոլոր ճշմարտությունները սպառել էին իրենց։ Ոչ մի կրոն չէր ապացուցել իր կենսունակությունը մարդկային բոլոր փորձառությունների ու դժվարությունների մեջ։ Քրիստոնեությունը ցույց տվեց բավականին լուրջ պատասխաններ ու կենսունակություն։ Միևնույն ժամանակ, եթե մենք խոսում ենք հին դարերից, ընդհանրապես ոնց են ասում, կրոնը ձևավորվեց այսպես, կրոնը ձևավորվեց այնպես, հազար մի բան կա, չէ՞։ Այ կրոնի ու ընդհանրապես հավատքի կարևորագույն փաստարկներից մեկն այն է, որ մենք մինչև այսօր չգիտենք թե ինչպես է կրոնը ձևավորվել, որովհետև մարդկության պատմության հնագույն կառույցը, այսինքն հնագույն բանը, որ հայտնաբերվել է 40000 տարեկան, մարդը քարը դրել է քարի վրա, դա Գյոբեկլի թեփեն է, որը արդեն իսկ կրոնական կառույց է, որում զարգացած կրոննի, որը ունի ծիսակարգ, որ դու ես տարբեր են ծիսակատարություններ, տարբեր չէ։ Այնտեղ ինչ զարգացած, այնտեղ կան քրմեր, արդեն իսկ ու իր կառույցը, այսինքն որ դու հասկանաս, այդ ժամանակ առաջվա ենթադրություններն էր, որ մարդիկ այն ժամանակ ուղղակի որսորդներ էին ու охотники собиратели, չէ։ Շատ տներ չէին կառուցում, տներ չունեին։ Բայց կրոնը հատկանիշ շատ բարձր գիտակցությամբ հասարակություններին, այսինքն զարգացած հասարակությունը մենակ կարա կրոնական մարդը ավելի ուշ է ֆայմել, որ կարելի է տուն կառուցել, բայց տաճարի սկզբանե կառուցել է։ Հիմա այդ ինֆոն իրան որտեղից։ Բայց մի քիչ կարող վիճեմ ստեղ, որովհետև մենակ այն առումով, որ ասլիդակ չէ, շատ քաղցր մեղցր նստած ենք։ Չէ, ես դրա մասին չեմ։ Դուք հիմա դիտումներն կաս կլինեն, միանգամից sense բարձրան այն։ Ոնց որ կրոնական կառույցները շատ ժամանակային առումով դիմացկունություն են ցույց տալի։ Օրինակ, եթե մենք վերցնենք հայկական միջնադարյան ճարտարապետությունը, եկեղեցիներից բացի համարյա ոչ մի բան չի պահպանվել։ Այդտեղ դիմացկունության խնդիր չի, այդտեղ ուրիշ խնդիր է։ Մենք ունեցել ենք ֆանտաստիկ շատ ավելի ճոխ ու լավ կառուցված պալատներ, բայց այդ պալատը ժողովուրդը Իրանը չի համարել ու քանդել է։ Բայց ու թալանել է ու հարավային չի թողել։ Եկեղեցին Իրանն է, կրոնական ցանկացած կառույց ամեն ձևի պաշտպանվում է ու մենք մեծ մասով մանավանդ խորհրդային տարիներին, ինչպես։ Բայց իմիջիալոց ազնվության համար խորհրդային տարիներին ամենաշատ պեղումներն են եղել Հայաստանի տարածքում ու լիքը տաճար վերականգնվել է։ Այդ հանուն արդարության պիտի ասենք, որ որոշ բաներ էլ պահպանել են, թե օրինակ ինձ համար ամենամեծ հիմա ցավերից մեկն է, որ մեր Երևանի կենտրոնում 5-րդ դարի Պողոս Պետրոսը քանդեցին, այդ չգիտեմ, այդ ով ուսումնասիրելա գիտի այդ եկեղեցի, այդ իմ համար հիմա ես հիմա ուսումնասիրում եմ այդ եկեղեցին, ինչ որ նա նկարներ ունեցել, ինչ ու գիտեք ով է քանդել, Հալաբյանն է, Հալաբյան փողոց ունենք, քանդողը։ Բանը Պատճառը սովետական միության 30-ական թվականների եկեղեցի շատ ավելի լավ է կինոն առաջին արվեստն է, իհարկե ինքը պետք է պրոպագանդան դրա փոխել։ Հիմա ես մի բան եմ ուզում ասել, որ սա շատ կարևոր է հավատքի ապացուցման առումով, որովհետև տեսեք, ինչպես ենք մենք ապացուցում, որ կա Աստված ընդհանրապես, եթե քրիստոնեությունից չխոսենք, ընդհանրապես կրոնից խոսենք։ Օրինակ, ինչպես ապացուցել, որ գոյություն ունի ջուրը։ Պատկերացրեք, այստեղ ջուր չկա։ Ոնց ենք ապացուցել։ Ես մի քիչ չեսնի չինի, որ պատասխանեմ այս հարցին, որովհետև ես լսել եմ։ Լսել եք, հիմա այդտեղ ուրեմն ես կարող իմ հակապաստարկը ասեմ, միանգամից։ Այսինքն քո արգումենտը նրա մեջ է, որ քանի որ բոլոր հասարակությունները ունեն հավատքի կարիք, նույնպես ոնց որ մարդ ունի ծառավի զգացումը ու ծառավը ցույց տալի, որ կա ջուր, նաև հավատքը ցույց տալի, որ հազարամյակների ընթացքում էվոլյուցիայով այդ հավատքի կարիքը դուրս չի մղվում, այն դեպքում որ մարդը իր ամբողջ կենսական էներգիան
ծախսում է դրա վրա ու էվոլյուցիայի տեսանկյունից բնությունը պետք է ինչ-որ տիեզերքը դա հասկանում է, որ այս մարդը իր էներգիան անկապ ծախսում է, ամբողջ ռեսուրսը ծախում է կրոնի վրա ու պետք է այնպես անել, որ մարդը այդ կրոնականության զգացողությունը ինչ որ ուրիշ բանով կոմպենսացվի։ Ես հավատացած եմ, որ 40,000 տարվա ընթացքում եթե չլիներ Աստված ու եթե բնությունը ինքն իրան զարգացող ինչ որ sense տրամաբանություն էվոլյուցիա լիներ, միանշանակ է որ էվոլյուցիան հավատքը դուրս էր մղելու մարդու միջից։ Ես մի հատ սկսեմ նրանից, որ ես մի ուրիշ կարգի չեմ ուզում մտնեմ զրույցի մեջ ապացուցել կա Աստված թե չէ, որովհետև ես նույնիսկ որպես աթեիստ գործողությունը, որը կարա ինչ որ մեկի հավատքը տատանի, իմ համար անբարոյական է, ոչ թե համար որ ես մտածում որ կարող է տատանեմ, ինչ որ մեկի հետ հնարավոր չի, եթե մարդը հավատում է, ես հաստատ այն մարդ չեմ որ կտատանի, բայց տատանելու process-ն է իմ համար շատ ոչ դուրեկան։ Ինչ շատ դուրեկան ձեր ձևակերպումը coach-ն այս դու մինչև զրույցը մի հատ շատ հետաքրքիր ձևակերպում արեցի, որ այդ հավատքի ներվը, հա, ոնց որ չկա, զգացում, ես մկանը չունեմ, հա։ Հա, մկանը, այդ հավատքի մկանը չկա ու դա այնպես չի անձնական որ հաղթանակա։ Չէ, ես կասեի նույնիսկ ես կուզենայի որ լիներ, բայց չկա։ Հիմա դա արի օգտագործենք դրա տերմինը կա, հա, ոչ թե աթեիզմ, այլ ագնոստիցիզմ, այսինքն ագնոստիկը։ Չէ, ես չեմ ուզում ագնոստիցիզմ ասեմ, որովհետև ինքը ինձ թվում է պաշտպանողական պոզիցիա։ Ես չեմ պաշտպանվում, աթեիստ եմ, ոչ քրիստոնյա։ Ես նույնիսկ ասեմ, մենք էլի դրա մասին խոսացել ենք, բայց ես շատ հպարտ եմ նրանով, ինչքան քիչ դիմադրություն եմ ես տեսնում որպես աթեիստ Հայաստանում ու շատ հպարտանում եմ դրանով։ Աթեիստների դեմ, հա։ Չէ, իմ դեմ, ոչ մեկ ինչ չի ասում, դու աթեիստ ես։ Դե որովհետև ոչ մեկ դու չես կանգնում ասես, ես աթեիստ եմ, դու ես երբ որ ասում եմ, ես հենց հիմա նստած եմ եկեղեցականի կողքը, ես արդեն 50 անգամ ասացի, ես աթեիստ եմ։ Այդ օքեյ է, ոդքասթ ենք անում։ Չէ, բայց ուրիշ բան էլ ասեմ, երբ որ նախորդ հարցազրույցներից մեկում Դավիթը Մերժլյանը ասաց, որ ինքը աթեիստ է, մեկնաբանության տակ մի քանի հոգին որում մեկը չէր, երկուսը չէր, շատ տենց քրիստոնեաբար ֆրտել էին, դե դու։ Չէ, մեկնաբանությունը ես չեմ համարում իրական բան։ Չէ, կոնկրետ մարդիկ ինչն է ինձ համար իրենց տրամաբանությամբ, որ մարդը կարող է քրիստոնեական դիրքերից հայհոյի աթեիստին։ Հա, նորմալ։ Այո, դու ախր ու ես կարդում եմ դա ու ես եմ ամաչում ու ինձ ուզում եմ գրում եմ Դավիթին որ ջնջի բան, դե ես վատ եմ զգում, ոնց որ ես այդ մարդկանց դիրքերից եմ, ոնց որ իմ զինվորը ինձ մեջքից խփի։ Ես այդպես մարդկանց չեմ ընկալում, լուրջ։ Ես քանի որ շփվում եմ շատ նվիրված քրիստոնյաների հետ, եկեղեցու հետևորդների հետ ու իմ հետ երբեք ոչ մեկ չի խոսացել նույնիսկ վերևից։ Որ ասես աթեիստ եմ, ասեմ, վայ, ասենց ինչ Ես մի հատ էլի եկեղեցական ընկերն եմ, ես իրեն դա ասում եմ, ես համարում եմ, որ երբ ես որպես աթեիստ իմ ազնիվ պոզիցիան կլիներ այն, որ հիմարությունն է փորձել մարդուն ապացուցել, որ Աստված չկա, որովհետև ինչ եմ ես դրան շահում կամ ինչն է ինքը դրան շահում կամ ինչ որ մեկը։ Հավատացյալ հասարակությունը միշտ ավելի լավ է, քան թե տարբեր հավատներով մասնատված հասարակությունը։ Մի հավատքը միշտ ավելի լավ է, այն էլ մեր եկեղեցու դեպքում։ Ես դրա համար եմ ասում, որ այդ պոզիցիան շատ արդար է Աստծո նկատմամբ ու ես գտնում եմ որ Աստված այս պահին այնուամենայնիվ փնտրում է թե որ պահն ընտրելու ինչ իրավիճակ ընտրելու քեզ հայտնվելու համար Աստված շատ դելիկատ է ինքը ինչ ասում ես դրան դեմը կանգնած թակում եմ դուրը կբացես ներս կմտնեմ ինքը քացով դուր բացող Աստված չի հիմա Աստված չէր կարող երկնքում աստղերով գրել Աստված կա բայց ինքը տենց չի անում, ինքը շատ դելիկատ է, ինքը շատ նուրբ է մարդու նկատմամբ, ինքը թողնում է, որ մարդը փնտրի բան, ինչ է անում, ասում է հայրը, չէ, երբ որ մարդուն պետք է սովորեցնես քայլել, անդադար որ բռնես ձեռից չոչանել, չի սովորի, եթե թողնում է, որ դու տենց ինչ-որ առաջի քայլ անես, դες գրկած ինքը կանգնած է, ախպեր դու ունկի իր գիրքն ես ընկնելու, բայց միշտ sense հետևում է, թե որ պահին Պողոսը, ոնց Պողոսը ճիշտ պահին իրեն բացվեց, չէ։ Դրա համար նաև ես չեմ ընդունում այն պոզիցիան, երբ որ մարդը ասում է, գիտես, ես չեմ հավատում Աստծուն, ու դու մի անգամից սկսում ես իրան բռնի դարձի բերել։ Այս ուզում եմ դրա մասին ասել, որ այդ մարդը դեռ պատրաստ չի։ Ես ուզում եմ ասել, որ այդ ես այնքան նորմալ եմ համարում, որովհետև ես պատկերացնում եմ, օրինակ
եթե մենք խոսում ենք ինչ որ ճշմարտությունից, ես հավատացյալ լինեի, համարեի, որ կա հոգու փրկություն, ու մարդը անհավատ է, ու ես եթե ուզենայի իրան դարձի բերեի, ես այդ կանեի սիրուց։ Ես կուզենայի իր հոգին փրկել։ Հա, բայց այստեղ նաև շատ կարևոր է դառնալը։ Եթե հանդեպ տենց են անում, ես մի ուրիշ կարգի շնորհակալ եմ մարդուց, որ ինքը փորձում է իմ հոգին փրկել։ Բայց ես չեմ հավատում, բայց ես հասկանում եմ ինքը ինչքան մեծ ոնց որ բան անում իմ համար։ Իհարկե ես դա գնահատում եմ։ Ես հասկանում եմ, որ դա չի օգնի։ Այնքան սիրուն բան է, իրականում առաջին անգամ է, որ ես sense բան եմ լսում բարձրաձայնելուց, այսքան սիրով։ Ու այստեղ սերը շատ կարևոր է։ Ուղղակի վտանգ կա միշտ, երբ որ սկսում ես մարդուն բուժել, բայց մարդուն լավ չես ուսումնասիրել, հիմա բժշկի դիրքերից նայեք։ Հա, մարդը ասում է, օրինակ, քո դիտարկմամբ մարդու ունի հիվանդություն։ Զուտ քո սուբյեկտիվ դիտարկումն է, բայց դու լավ չես ու ինքը անալիզ չի հանձնել, դու իր հիվանդության բնույթը չգիտես, ու եթե դու նույնիսկ ամենալավ միտումներից լանցետը առնես, փորը բացես, հետո չես ասելու, իսկ երբեմն այ չքարոզելը ավելի լավ է, քան սխալ քարոզելը։ Երբեմն այդ մարդկանց քարոզելու մոլուցքը վնասում է, օրինակ եկեղեցիներում ես շատ հաճախ մեր ուխտավորներին ասում եմ, ժողովուրդ, տեսեք, այսօր դուք եկեղեցի գնում շատ բան եք սովորում, երբեք թույլ մի տվեք եկեղեցում մոտենալ մարդուն ասել, գիտես ինչ կա, այդ գլխարկ թլհանի, ծրիջբցանի ու ոչինչ չէ շորտիկով եկել եկեղեցի։ Այդ նկատողություն թողեք անի հոգևորականը կամ այն մարդը, որ օրհնություն ունի նկատողություն անելուց, որ չվանեք մարդուն եկեղեցուց։ Մարդը կարող է իր ամենաառաջին քայլն անում, առաջին անգամ մտքով անցել է մտնի եկեղեցի, ու այդ պահին շորտիկով է եղել։ Ու եթե այդ պահին իր մոտ երկու միտք լինի, մի միտքն ասի ոչինչ, մտի։ Մյուս միտքն էլ ասի, չէ, մի մտի, գնատուն շորտիկ փողի հետո կգաս։ Ես վստահեցնում եմ, որ երկրորդն է չարից, որը ամեն ինչ անելու է, որ չմտնես, որտեղ ինքը կտանի տուն, թերթի դեմը կդնի, կոսացնի բան ու դու էլ չես էլ գնա եկեղեցի, այդ միտքդ կկորի կգնա։ Այդ պահին եկել է, ախպեր մտի եկեղեցի։ Հոգևորականը կմոտենա, առիթ կլինի կխոսես, ներողություն կխնդրես, կասես ես նենց չի պլանավորել եկեղեցի գալ։ Այս պահին միտք է, որովհետև մի հատ ուզում եմ վերադառնամ ապացուցի հարցին, քանի որ ես արդեն հստակ ասացի, որ ես չեմ փորձում ինչ-որ մեկին ինչ-որ ձև համոզեմ ինչ-որ բանի մեջ, բայց ապացուցելու մասին շատ հետաքրքիր խոսակցությունն է, որովհետև 5 տակարանի մեջ, այդ 5 տակարանը ես կարդացել եմ, ահա որ ծանր էր, բայց դրանից հետո ես նոր տակարանը արդեն չերիքեցի, այդ հավասարի տանիքներն էր։ Շատ հաճախ խնդիրը այդտեղից է գալիս, առաջինը միշտ պետք է նոր տակարանը կարդալ։ Ես պատրաստվում եմ արդեն, որտեվ ինքը ամեն դեպքում մեր մշակույթի հիմքն է, ինքը այնքան կկնված բանալին։ Հա, ու ես բաներ, հա, ապացուցում 5 տակարանում կան անթիվ ապացույցներ Աստծո գոյության, որպես վկայություններ։ Հա, ասենք թե ես իմ ճրագը կվարեմ, դու քո ճրագը կվարես, անձրև կգա, ումը կհանգի, ինչ որ տենց կարգի ապացույցներ, էքսպերիմենտներ։ Հա, այսինքն ու այն ժամանակ, երբ որ դա գրվում էր, մարդիկ չունեին պատճառներ տենց շատ կասկածի տակ դնելու դա որպես ապացույց էր դիտարկում։ Այնտեղ մի քիչ բարդ է։ Կարող է, բայց գիտեք ինչն է այնտեղ խնդիրը։ Մենք շատ ենք սովորել, որ մի Աստված կա։ Հիմա օրինակ ձեր մոտ հարց չէր առաջանում, որ անապատում հրեաները անդադար հրաշքներ էին տեսնում։ Անդադար։ Ինչի էին էլի գնում ցուլ սարքում ցլին պաշտում։ Ինչի չէին, հա։ Այսինքն պրիմիտիվ տրամաբանությունը, ասես որ կարդում ես, ուզում ես լավ, այս մարդիկ իրանց աչքով տեսել են ոնց է ժայռից ջուր գալիս։ Էլ ինչա պետք որ հավատական նորմալ է, այտենց մի հատ հրաշք ես իրանք ու իրանց մոտ ուրիշ հարցեր, արդյոք այն Աստվածը, որը մեզ կտրել է Եգիպտոսից, բերել է անապատ 40 տարի, ֆռացնում է ու արդյոք ինքը բարի Աստված է։ Կարող ենք չար Աստված է, որովհետև եգիպտական դիցաբանության մեջ աստվածները շատ տարբեր են ու Եգիպտոսում գիտեք անապատային երկիր է, կա ջուր, կա անապատ։ Հիմա կյանքի աղբյուրը Նինվեն է։ Նինվեն գետի անուն չի, Նինվեն Աստծո անուն, Նինվեն գետը Նիլ։ Նինվեն որտեղից եկավ Նեղոսը։ Հա, Նեղոս, հա։ Ես էլ Նիլ Աստծի թարգմանեցի Նինվեն, Նինվեն մայրաքաղաքն էր Ասորեստանի, չէ։ Ուրեմն Նեղոս գետն է, գետը կյանքի աղբյուրն է։ Հետևաբար այդ ջրի Աստվածը, ինք բարի Աստվածն է, կյանքի աղբյուրն է եւ այլն։ Հիմա մահվան ու չարիք Աստվածը որտեղ պիտի լինի։ Անապատում պիտի լինի։
Եվ անապատում բնակվում է մահվան ու չարության Աստվածը։ Երբ որ Մովսեսը ասում է ես պետք է իմ ժողովրդին տանեմ հենց անապատ, այստեղ շատերը զարհուրում են ու Փարավոնը ինչի՞ չէր ուզում թույլ տար, որովհետև Փարավոնի դիցաբանության մեջ այս մարդիկ գնում են, այս մարդիկ սատանիստներ են։ Հա։ Փարավոնը չէր մինչև վերջ ուզում կոտորեր հրեաներին։ Այն որ հրեաները ունեն իրանց Աստվածը լրիվ նորմալ է, բոլոր ցեղերն էլ իրանց Աստված ունեն։ Փարավոնի համար ոչ մի խնդիր չի, ուզում եք աղոթեք, իմ համար եք աղոթեք։ Բայց այն որ դուք սատանային եք գնում աղոթեք, այստեղ իր համար մշակութային շոկ էր։ Իմ ասած այն էր, որ հին գտակարանը տենց էր դրսևորում Աստծո հետ հարաբերությունները, որ սա ռեալ ուժ է, որը գործում է ու կարա նույնիսկ իրան ցույց տա։ Հետո մենք հարյուրամյակներով, որ արդեն քրիստոնեությունը շատ դոմինանտ բացի Եվրոպայում, Միջնադարյան եւ այլն, ապացույցի մասին խոսակցություն չէր կարող լինել։ Նույնիսկ ոնց որ կասկածի տակ դնել Աստծո գոյությունը այդ ժամանակ անթույլատրելի էր։ Դա միանգամից արդեն որպես սրբապղծություն կդիտարկվեր։ Ում կողմից կդիտարկվեր։ Այնպես չի որ որևէ, հա, եկեղեցին հիմա էլ է։ Այսինքն ինքը չէր մտնում այդ խոսակցության մեջ։ Նույնիսկ միջնադարում մենք ունեցել ենք, չէ, մենք Ես կարող եվրոպական երկրորդ, երրորդ դարում ես էլ եմ ասում հենց եվրոպական, մենք երկրորդ, երրորդ, չորրորդ դարերում մենք ունենք ջատագովներ։ Եվ ջատագով հայրերը, ապոլոգետները, իրենք խոսում էին հենց քրիստոնեության պաշտպանության դիրքերից, Հուստինոս Վկա, Իրինիոս, էլի շատ ու շատ ջատագով հայրեր կան, սրբեր են հիմա իրենք բոլորը, ու իրենք տարբեր դիրքերից էին, կային ջատագովներ, որոնք այո քրիստոնեության թյուրընկալումների դեմ էին պայքարում աղանդավորների այսօրվա խոսքով, կային որ այլ կրոնների դեմ էին պայքարում, ասենք մենք Եզնիկ Կողբացի ունենք, որ էլի ջատագով էր Եղծաղանդոցը, եւ մենք ունենք նաեւ շատ ջատագովներ այն ժամանակներից, որոնք անդադար խոսել են Աստծո գոյության մասին ու Հովան Ոսկեբերանը ունի նման տրակտատ, ունի նույնիսկ օրինակ Հովան Ոսկեբերանը, եթե չեմ սխալվում, 4 թե 5-րդ դար, 4-րդ դար Հովան Ոսկեբերանն ունի պրոպովետյանի վերի, անհավատության մասին քարոզ ունի, քարոզներ ունի, զրույցներ ունի։ Հետևաբար միշտ էլ եղել են մարդիկ, որոնք չեն հավատացել։ Սա խնդիրը ուրիշ էր։ Այն ժամանակ նույնիսկ եթե դու չէիր հավատում, դու պարտավոր էիր ծեսին մասնակցել այդ հեթանոսական տարիներին մանավանդ, այստեղ օրինակ Գրիգոր Լուսավորիչը որ հարացնում որ ասում է պետք է գնաս Աստղիկին թե Անահիտին պետք է զոհաբերություն անես։ Հիմա ինչու էր դա արվում ու ինչ էին օրինակ մորթում մարդկանց որ իրանք հրաժարվում էին կուրքերին պաշտել։ Այստեղ լրիվ հավատքի հարց չկար, ոչ մեկ էլ առանձնապես չէր հավատում, բայց գնում էին զոհը մատուցում էին, որովհետև հեթանոսությունը ինքը գենոթեիզմը, ինքը ուխտ չի անհատի եւ Աստծո միջև ինչպես քրիստոնեության մեջ է, ինքը ուխտ է ազգի եւ աստվածների միջև։ Հետևաբար Աթենքը ունի իր աստվածը, Աթենաս Պալասը։ Ու եթե դու չանես, հիմա դու աթեիստ ես, աթեիստ չես, ինչ ուզում ես արա, բայց կգաս Աթենաս Պալասին զոհ մատուցելու։ Այնպես չլինի հանկարծ որ քաղաքում հիվանդություն սկսվի, իսկ եթե հանկարծ համաճարակ ու հիվանդություն սկսվի, սա ասելու են մեր հարևան Վաղաշակ Պապին չեկավ զոհ չմատուցեց, դրա համար մեր քաղաքը Աթենաս Պալաս պատժում է։ Մինչև հիմա տենց ընկալում է։ Բայց քրիստոնեության մեջ այդպես չի։ Յուրաքանչյուր մարդ անհատապես է պատասխան տալու դրա համար, տենց բան չկա, մենք քրիստոնյա ազգ ենք, չէ, մենք հայ ազգ ենք, որը կարող է լինել քրիստոնյա, կարող է չլինել քրիստոնյա։ Մենք պատասխան չենք տալու ազգովի։ Հա, այդ է ինձ։ Այստեղ պատասխանատվությունը շատ ավելի բարձր է։ Վերջնացնեմ իմ միտքը, որ հետո այս նամանավանդ 20-րդ դարում ու մինչև ինչ որ ժամանակ այդ նամանավանդ Դոկինսի գրքերի հետ, չնայած ես մեծ հետաքրքրությամբ եմ իր գրքերը կարդացել, բայց իր բրենդի աթեիզմը այդ են պատճառներից է, ինչի ես հիմա աթեիստներից մի հեռու եմ մնում, եւ որ ես իրանց սկսում են ցիտել առանց մտածելու աչու ձախ ու նենց պարզունակ ինչ որ բաներով, հենց այդ ընդդից ես սկսեցի ինչ ներվայանալ, որ մենք փորձում ենք ինչ ապացույցներով կռվեցնել իրար, չնայած առաջին հավատքի մեծ ուժը նրա մեջ է, որ չկան ոչ մի ապացույցներ իմ համար, որ ցոր օրինակ ես ամենամոտիկը ինչ ես կարամ իմ համար պատկերացնեմ հավատքի հետ կապված, այդ ոնց որ երբ որ ծնողը հավատում է, որ իր երեխու մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Չկա ոչ մի փաստ, որ դրան։ Ինքը համոզված է։ Ինքը տենում է ոնց է իր երեխան փողոցում լուժայից ջուր խմում, մտածում է իմ երեխան ամենախելացին է լինելու։ Չնայած ինքը չունի ոչ մի ապացույց, բայց իր քրիստոնեական միտքը այնքան կուլ, այնքան մեծ է, այնտեղ կան լավ, եթե նույնիսկ ապացույց չասենք,
կան շատ նախադրյալներ հավատալու, այսինքն հավատքը ինքը ամուր նախադրյալներ ունի, այսինքն հավատքը ունի այնպիսի կառուցվածք, որ շատ տրամաբանված ռացիոնալ ապրող աթեիստը ինքը ներողություն գիտնականը, այս երկու կոմպլիմենտ չէ, ասում աթեիստ գիտնականը կարողանում է հավատալ, որ Big Bang-ը աշխարհի մեծ պայթյունով ստեղծվել է, այնուամենայնիվ հոգևորական է ստեղծել։ Մոտեցումը Ժորժ Լեմետր կաթոլիկ հոգևորական է ստեղծել այդ Big Bang-ի, ինքը չի հակասում Աստվածաշնչին, որովհետև իր ընթերցանությամբ ինքը երբ որ կարդում է եւ Աստված ասաց թող լինի լույս եւ եղավ լույս, ինքը դա ընկալել է որպես պայթյուն, հետո քանի որ փայլուն ֆիզիկոսներ Էյնշտեյնի հետ էր մտերիմ, ինքը այդ լույսի գաղափարը զարգացրել է, հասել է նրան, որ այո, բավականին լուրջ տեսություն կարող լինի, որ աշխարհը ստեղծվել է շատ մեծ պայթյունով։ Դա լրիվ իր սուրբ գրային տրամաբանության մեջ տեղավորվել է, չի հակասել։ Հիմա ընդհանրապես ես էլ ապրում եմ, փորձում եմ ապրել շատ տրամաբանված, հետաքրքրված եմ գիտությամբ, կրթությամբ, որ պահին ես զգամ, որ ես մեղք եմ գործում իմ գիտական, կրթական աշխարհայացքի հանդեպ իմ հավատքով, ես լուրջ դեպրեսիա կունենամ, առայժմ իմ հավատքն չի ամուր, որովհետև ինչքան ես ուսումնասիրում եմ գիտությունը, այդքան ես տեսնում եմ, թե ինչ հզոր գիրք Աստվածաշունչը։ Որովհետև ես այդրանով ուզում եի ավարտեի իմ միտքը, որ ինչ որ բան շատ լավ էկվիլիբրիում ձևավորվեց, երբ որ գիտությունը ասաց, մենք պատասխանում ենք հարցին ինչպես, իսկ կրոնը կարա պատասխանի հարցին ով ու ինչու։ Շատ սիրուն ասում է, մենք գիտությունը խոսում է նրա մասին, թե ինչպես է շարժվում երկինքը, իսկ Աստվածաշունչը խոսում է նրա մասին, թե ինչպես մենք պիտի շարժվենք դեպի երկինք, այսինքն լրիվ տարբեր։ Իրանք սկսեցին իրար չհակասել, իրար չմարտնչել, ամեն մեկը ոնց որ իր բանը վերցած, եկեղեցին սկսեց ասել գիտությունը օքեյ է, ու ընդհանրապես եկեղեցին երբեք ուրիշ բան չի ասել, չի սկսել ինչ-որ։ Առաջին համալսարանները եկեղեցին պետք է հասկանալ, թե քրիստոնեությունը այդ ինչ մթնոլորտ է ստեղծել, որ հենց այդ մթնոլորտում ձևավորվեց ժամանակակից գիտությունը։ Ինչու ժամանակակից գիտությունը չէր կարող զարգանալ ուրիշ կրոններում, որովհետև երբ ուրիշ կրոնը ասում է, որ Աստված հենց այս բնությունն է, դու էլ չես կարող այս բնությունը նման բանով ուսումնասիրես, որովհետև հիմա օրինակ մենք թույլ կտանք, դուք եկեղեցուց մեր հաղորդությունը վերցնեք, Քրիստոսի մարմինն ու արյունը վերցնեք, դնեք ծելես այդ ինչ անունը մանրադիտակի տակ դնեք, սկսեք իրան ուսումնասիրել։ Դա մեր համար կլինի բավական սպրոպիեսկայել, թույլ չենք տա, բայց մեզ համար մեր հաղորդությունն է այդպեսին, եթե ամբողջ աշխարհն է այդպեսին, ու եթե օրինակ մեր աշխարհայացքն է հակագիտական, ինչպես բոլոր կրոնների դեպքում է, այդտեղ դու ունենում ես խնդիր, գիտությունը չի զարգանում։ Ինչու գիտությունը Չինաստանում հենց այս բնագիտությունը եւ գիտության այս գյուտերն ու ինչու Չինաստանում մշակույթ զարգացավ, բայց քաղաքակրթության իմաստով գիտություն չզարգացավ կամ մահմեդականության մեջ, արաբական աշխարհում կամ մյուս, հենց քրիստոնեական աշխարհում, քրիստոնեական քաղաքակրթության մեջ եղան այն գյուտերը, որոնք այսօր ամբողջ աշխարհում օգտագործվում են։ Եվ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում մենք չունենք ուրիշ, մենք ունենք միայն մեկ քրիստոնեական քաղաքակրթություն։ Ցավոք սրտի ասորական, բաբելոնյան բոլոր քաղաքակրթությունները հիմա վերացել են։ Այսօր աշխարհում կա մի քաղաքակրթություն, դա քրիստոնեական քաղաքակրթությունն է։ Լսի, ինձ հետաքրքիր է դու այսքան ժամանակ ծառայություններ ես մատուցում, սենց եղել է որ ինչ որ մեկին դարձի բերես ու դու տեսնես որ քո շնորհին ինքը դարձավ քրիստոնյա հայ առաքելական եկեղեցի սկսեց հաջող։ Հիմնական մոտիվացիան է, այսինքն երբ որ ես լսում եմ այդ հոգևոր կյանքի success story-ները, feedback-ներով, մեկ էլ գրում են նախ ինձ շատ ուրախացնում են նախկին աղանդավորները, որոնք դուրս են եկել աղանդներից։ Մի պահ այդ թիվը այնքան մեծ էր, որ ինձ սկսեց կյանքի խոսքը թիրախավորել ու բավականին մեծ ռեսուրս ծախսեց, որպեսզի ինձ անդրադառնա ԱՄՆ պետդեպը եւ ինչ որ խղճի ազատության թեմաների մեջ ինձ մտցրին, ես մինչեւ հիմա տենց մեկ-մեկ այդ USA վիզան ինձ համար տենց հաղթանակի թեմա, եւ ես վստահ եմ, որ չեն տա, որովհետեւ պետդեպը անդրադարձել, որում պետդեպը իր կրոնական ազատության մասին տարեկան զեկույցում հայոց եկեղեցու մասին անդրադառնում է 1-2 էջ, որից տենց մի մեծ բարբերություն իմ մասին է, ու բայց էլի չէին կարողացել անել այնպես, որ դա մեղադրական բան լիներ։ Հետո ուղղակի արձանագրում էր, որ ես աղանդավորների
նու կրոնական փոքրամասնությունների դեմ խոսում եմ եւ այլն եւ այլն։ Տենց արձանագրել էին ընդամենը։ Ես կարծում եմ, որ ինքը հսկայական ռեսուրսը ծախսել էին ինչ որ դատապարտող բանի վրա, բայց դա չէին ստացել, ես հանգիստ խնդիր չունեցա։ Համենայն դեպս մեծ հոսք եղավ մի ընթացք, մանավանդ այն մարդկանց, որոնք լսում էին չիմանալով, որ իրենք հոգևորականներ չեն։ Ինձ մեկ-մեկ գալիս ասում էին, «Այն հոգևորականը», ասում են, «Որ հոգևորական է», այն կապուտ աչքերով հոգևորական է, ասում եմ, ինքը ասում էին, «Հա», ասում են, «Հոգևորական չի»։ Այնով անհասկանալի լեզվով ինչ-որ բաներ։ Ինքը կապ չունի մեր եկեղեցու, դու դեմ է մեր եկեղեցուն, մարդիկ ասում էին, «Հա», այսինքն չգիտեին։ Ինքն էլ էսի ատրիբուտիկայով էր խոսում, որ փորձեր նմանվել մեզ։ Շատ ստոպ խաղեր խաղում։ Ես մի հատ դեպք հիշեցի, կարճ պատմեմ, էլի։ Ես ձերքս կոտրել էի փոքր էի 10 տարեկան հիվանդանոցում պարկած էինք ու իմ մամայի ընկերուհին կյանքի խոսք եկեղեցուց էր ինքը եկել էր Սյուզի էր անունը հիշում եմ այսօրվա պես եկավ մի ձեռքը դրեց դոշիս մի ձեռքը մեջքիս աչքերը ասեց փակեցի ես չէի ուզում բայց էլի իրականում ստիպելով որ պետքա բուժեմ ձեռը տեսա հիվանդանոցում եմ էլի օպերացիա են արել պրինցիպի արդեն բուժեմ ու ինքը սկսեց տենց անհասկանալի լեզվով ինչ որ բաներ խոսալ ինչ որ բառեր էր ասում անհասկանալի լեզվով ինձ Հետո որ ասեց բացի աչքերդ, բացեցի, ոնց ես։ Շատ տարօրինակ էր, ասում եմ նույն ձև էլի նորմալ։ Ասում եմ ցավը չանցավ, ասում եմ չգիտեմ, ես էլ չգիտեմ ինչ ասեմ, որ չնեղացնեմ իրան։ Հա, չէի ուզում նեղացնել, ասեցի հա մի քիչ թողեց, բան ուտեղ մաման սկսեց հավատալ, որ ուրեմն ճիշտ է։ Իչև ես վերջերս ասում եմ մի նայ այդ կյանքի խոսք, բան չի կարելի։ Նո ինքը ճիշտ է, չի հաճախում ոչ մի տենց, ոչ մի բանի մեջ չկա, ինքը հայ առաքելական եկեղեցու։ Հա ամեն դեպքում ուրախանում եմ որ մարդիկ ասում են սկսել են պատարակի մասնակցել օրինակ մարդիկ կային այդքան նու հավատում էին բայց տենց ինչ որ եկել ասում են գիտեք այն օրը առաջին անգամ գնացել են պատարակի ու մեկ էլ կիսվում են իրենց զգացողություններով կամ ամեն անգամ եկեք sense բան ասեմ էլի նայեք ուսանով կարանք ավարտենք այս շատ кайֆ բան կլինի մենք սովորաբար առավոտներն ենք նկարում Կիրակի օրերը ու մենք մեր օֆիսը որտեղից եկեղեցու մեր չէ բայց ոչ մենք հենց եկեղեցու կողմից ենք շարժվում ու միշտ պատարակը հանդես միշտ մենք իրան կողքից լսում ենք կարանք մի անգամ մտնենք Կարանք չեք կարա կոնկրետ այդ եկեղեցում որպես կանոն այնքան շատ են մարդիկ դուրս են անում ես ես չէ, որովհետև եթե որպես կանոն գնում եմ խորան եմ բարձրանում բան, հիմա այս բանի շատ ուխտագնացությունների եմ լինում ու որպես ուխտավոր մեր վանքերով շրջում եմ։ Ես ես կարող եմ մի օր ուխտագնացության հրավիրել։ Այդ շատ հավես։ Ես ուխտագնացության դեպի Տավուշ, դեպի Սյունիք, դեպի Շիրակ։ Մյուս շաբաթ օրը, հա, ոնց որ շատ է եղել, հենց դիլիջանտ են գնում։ Մյուս շաբաթ օրը գնում ենք Շիրակ։ Կարող եմ ձեզ հրավիրել Շիրակ գնալ։ Խառիճավանք եւ Մարմաշենի վանք կարող ենք որպես ոնց է քեզ ոդքասթը ընդհանրապես շատ հավես էր ես մի բան մոռացել էի որ մենք նկարում ենք այնպես հավես զրույց էի անձնական թեմաներից ենք խոսում նպատակը է ինձ շատ հաճելի մերսի որ եկար շնորհակալ եմ հրավերի համար կարող մի օր էլի կրկնենք շատ հաճույքով մենք ոնց որ դույով սկսեցինք անցնել դուքի